Պարոն Մուրազին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը KGB-ի գործակալ է թե ոչ։ Շատ վտանգավոր Սա հայտարարություն է Բագրատ Սրբազանը վերջին հարցազրույցը մեր դաղավարում դված է։ Քարտեզի մի մասը դուք ոչնչացրել եք։ Ո՞ր մասը։ Ձեր վարկագիծը երբ Արցախը նկատի ունես։ Մենք դուք խոսում եք Մեղրիի մասին, որը չի եղել։ Սրանով անկախացել։ Երբ որ դուք ումից երբ եք անկախացել։ Այս սահմաններով մենք Այն որ ես ձեզ ասում եմ, դուք Ալիևից, երբ որ ասում եմ դուք Ալիևից վախենում եք, ես ասում եմ հավակնություն դա պատերազմի հավակնության մասի չէ, դրա զենքը որ այդքան լավն է, որ դուք 8 միլիարդ ծախսել եք, որտեղ խափում եք, հա, այդ առումով։ Բա ինչ եք վստահ որ սեպտեմբերին մենք պարտվելու ենք։ Բա բանակ եք փոխել, դիրքեր եք իբր սարքել, ուրեմն դուք էլ գիտեք, չէ՞ ինչ բանակ եք վերափոխել։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղը հետ բերելու պլաններ։ Ինչի՞ չէ։ Դուք գիտեք ինչ մարդու եք նման տիկինակ։ Դուք չելի քպել։ Դուք ոնց որ Ռոբերտ Քոչյանը դղյակներ չունի։ Ռոբերտ Քոչյանի ժամանակ Հայաստանի Հանրապետության սահմանները անվտանգ են եղել։ Դոլարային միլիոնատեր չի Ռոբերտ Քոչյանի։ Տիկինակ, որովհետև ի տարբերություն եղել է միջև նախագահին։ Ի տարբերություն չէ թողում պատասխանում է։ Այո, ոչ է դրա պատասխանը։ Հայաստանը ունի հնարավորություն ապահովելու իր անվտանգությունը ԿՊ-ի նման չսարսափելով Ալիևից, որովհետև Ալիևը Նիկոլ Փաշինյանի երազների պատկերացրած ուժեղ տղան չի։ Ալիևը եթե փորձի անգամ Հայաստանի նկատմամբ ոտնձգություն իրագործել, ինքը շատ արագ իշխանությունը կորցնելու է։ 2 տարի է Հայաստանի սահմաններին մոտ զորք չի կուտակվում եւ կրակոցներ չկան եւ ոչ ոք չի զոհվում։ Դա է խաղաղությունը։ Ձեզ հարգելի ագնտիրներ, հերթական պանավեջը Սակո Արյանի հետ, հյուրերս Բորիս Մուրազի, նաև Հասմիկ Հակոբյան, մեր թեման այսօր հայ-ռուսական հարաբերություններ, հիբրիդային գոչված պատերազմ, հատկապես գոչված կսեմ Սպիրկի մեր դիտողներուն, որովհետև մեր փառամշակույթի մեջ նոր է այս մեկը, նաև Հայաստանի սպասվող ընտրություններ։ Բարի եկացեք, բարոնայք, ես այս անգամ պիտի ներեք, պիտի սկսեմ դիգին Հասմիկով, հատկապես որ պարոնայքով դիմեցիք։ Գնա մեծարությամբ, ցեզի կմեղադրեն, որ դուք թեգը քննադատեք Ռուսաստանը, բայց ներքին գարկով այսպես Ռուսաստանի հետ շատ փայլուն կապեր կպահպանեք։ Ինչ է այդ մեղադրանքին պատասխանը Տիգին Հակոբյան, համեցեք։ Մենք որդեգրել ենք հավասարակշռման քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, եւ որը ենթադրում է բոլոր երկրների հետ ձեր նշած ձգտել փայլուն հարաբերությունների։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը բացառություն չէ, բայց սա բնավ չի նշանակում, որ պետք է աչք փակել խնդիրների վրա, որոնք առկա են։ Եվ ձեզ ասեմ ավելին, ավելի վստահել են հարաբերությունները, որի ժամանակ խնդիրները քննարկվում են, խոսում ես դրա մասին, խոսում ես ոչ միայն հանրային, այլև կուլիսների ետևում եւ սա է երևի գրավականը ավելի ամուր հարաբերություններ ունենալու համար։ Ես մեղադրանքները ճիշտ ասած չեմ հասկանում, որովհետեւ ես հասկանում եմ, այն առումով հասկանում եմ ընդդիմության քննադատությունը, որովհետեւ սովոր չէ նախկին իշխանությունը, որ այսօր ընդդիմություն է, որ կարելի է ընդդիմախոսել Ռուսաստանի Դաշնությանը, կարելի է ոչ ասել Ռուսաստանի Դաշնությանը, կարելի է քննադատել Ռուսաստանի Դաշնությանը, համարում են, որ դա որովհետև ժամանակին դա էլ բացատրություն ունի, ժամանակին դաբրոներով էին, չէ, այստեղ իշխանության գալիս։ Հիշեցնեմ նաև, որ 21 թվականին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այս հիմնական տեխնացուները ընտրությունների մասնակցող, նաև այսպես ներքին մրցավազք էր, թե ով ունի Ռուսաստանի Դաշնությունից այդ դաբրոն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույց տվեց, որ այստեղ դրսի դաբրոներով իշխանության չեն գալիս, դաբրո տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, քաղաքացին էլ գնաց եւ լուր դաբրոն տվեց այն իշխանությանը, որը ընտրվեց ընտրությունների արդյունքում։ Հիմա էլ դա է սպասվելու, այսինքն քաղաքացին էլի գիտի, որ ինքն է տերը երկրի, գնալու է եւ որոշելու է, ով է լինելու իշխանության, որոշելու է տերը կանգնում խաղաղությանը, որը կա, թե տարբեր
էլի մարտահրավերներ պատերազմի դեպի ուղի է Պարոն Արյան, թեմաները ոնց որ շատ բազմակի դարձան, Ռուսաստանից հասան խաղաղության, իհարկե միջև իմ խոսքի հիմնական մասը սկսել է, ես պիտի բանավեճը այսպես իմ կողմից սկսելուց առաջ եկեք պարտադիր պայման դնենք բովանդակային քննարկումը, այսպես մերկապարանոց հայտարարություններ, գնահատողական հայտարարություններ եկեք չանենք, չէ։ Երբ որ մենք ասում ենք դաբրոյով էին գալիս իշխանության, չէ։ Մինչև Հայաստանի քաղաքացիների լուր ընտրատեղամաս գնալ ընտրելը Հայաստանում տեղի է ունեցել իշխանահանձնում իր Տիկին Հակոբյանի նշած իբրև դաբրո ստացած Սերժ Սարգսյանի եւ իբրև դաբրո չստացած Նիկոլ Փաշինյանի։ Եթե մենք իրենց ներողություն, եթե մենք շարժվենք քաղաքացիական պայմանագրի տրամաբանությամբ, ապա դա կստացվի, եթե մենք հետևենք այդ տրամաբանը, դա ապա կստացվի, որ նույն դաբրոից օգտվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ եթե Հայաստանում իշխանության գալիս էին Ռուսաստանի դաբրոյով, 2018-ին Նիկոլ Փաշինյանը չէր կարող իշխանության գալ։ Բայց հիմա գանք հարաբերություններին, հա։ Եկեք գանք հardուկ հեղափոխություն չեկալ, եկեք այդ թեմայի մեջ չմտնենք։ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ, դա փաստ է, այստեղ կեղծիք չի հնչելու, երկար ժամանակ ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Ոյ, խնդրում եմ էլի։ Մի խնդրեք։ Ինչ որ թերթեր է առել համագործակցության։ Թերթեր չի առել, խոսքը տարեկան նոր դուք եք ասում եք մեկապարանոց հայտարարություններ։ Դա փաստ է, Տիկին Հակոբյան, դա փաստ է, մերկապարանոց թույլ տվեք հայկական ժամանակ օրաթերթը, որը Դե ֆինանսական հայկական ժամանակ օրաթերթը, որը ավելի քիչ տպաքանակով էր տպագրվում, ուրեմն պայմանագիր է կնքել Պրեստենտ ընկերության հետ, Միքայել Մինասյանի ընկերոջը պատկանող եւ առանց վերադարձի իրավունքի գնում է տեղի ունեցել, այսինքն հայկական ժամանակը այլևս որքան տպականակ տվել է, այդքան վաճառվել է։ Եվ խոսքը օրական 8000, մենք լավ գիտենք, խոսքը օրը 8000 տպականակի մասին է, տարեկան առնվազն $600,000 ֆինանսավորման մասին է խոսքը։ 10 տարվա ընթացքում Միքայել Մինասյանի ընկերոջից Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին $6 միլիոն ասել, բայց եկեք այս թեմայի վրա չծանրանանք, գանք ռուս-հայկական հարաբերություններ, ներողություն, ռուս-հայկական կարծակարգ ժամանակ, չէ, կարծակարգ ռուս-հայկական հարաբերությունները, որ Տիկին Հակոբյանը խոսում է, այսինքն հարաբերությունների վատթարացումը ներկայացնում է, որ մենք կարողանում ենք քննադատել Ռուսաստանին։ Կներեք, ձեզ քննադատությունը Ռուսաստանի ուղղությամբ ինչ է նստում Հայաստանի քաղաքացիների վրա։ Եթե դուք adekvat վերլուծաբաններին, քաղաքական գործիչներին չեք վստահում, չեք հավատում, հավատացեք Նիկոլ Փաշինյանին, ձեր առաջնորդին, ով ասում էր Հայաստանի եւ Ռուսաստանի քաշային կատեգորիաները տարբեր են, եւ այդ քաշային կատեգորիան ստիպում է, որ Հայաստանի ղեկավարը զանգի Ռուսաստանի ղեկավարին, ոչ թե հակառակը։ Եվ սա նշանակում է, որ այդպես չի եղած։ Միշտ չէ, ես չեմ ասում այդպես չի եղել։ Ես ասում եմ վերջապես Նիկոլ Փաշինյանը մի առողջ միտք ասեց, հետեւաբար քաղաքացիական պայմանագիրը պիտի հետևեր այդ առողջ մտքին, հասկանար, որ Ռուսաստանի Դաշնության քաշային կատեգորիա ունեցող պետության հետ այդպես չեն վարվում, չեն թիրախավորում, չեն սուտ ու կեղծիք տարածում այդ պետության մասին եւ չեն ասում բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Հիմա լավ, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եւ 19-ին հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ մակարդակի վրա են եւ ինքը անընդհատ շփվում է Պուտինի հետ, հարաբերությունները լավ են, ի վերջո Նիկոլ Փաշինյան, ինքնիշխան Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կրթություն ստացած սակրավորներին ռուսական զորախմբի կազմում ուղարկեց Սիրիա։ Ասում են այդ կարգի հարաբերությունները լավ են, այլ կորձիչների կրածը արեց։ Ինչ փոխվեց այդ հարաբերություններում։ Ինչու վատացան այդ հարաբերությունները, կարող եք բացատրել։ Տիկին Հակոբյան։ Միայն որ թողնեք խոսեմ կբացատրեմ։ Միայն ձեր երազներում են հայ ռուսական հարաբերությունները վատթարացած եւ դա նաեւ ձեր չգիտեմ եւ օրակարգի բացակայության պատճառով փորձում եք ինչ-որ բաներ ստեղծել, հետո դրա դեմ ինչ-որ պայքար եք, վատթարացել հարաբերությունները։ Մի րոպե, պայքարում եք։ Դուք նաեւ ձեր խոսքով ապացուցում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքը այն մասին, որ ոչ թե ուժ կա ռուսամետ
այլ ուժեր կան ռուսամետ Հայաստանում, որոնք ուզում են գան իշխանության։ Այսինքն մեկին գիտենք, որտեղ ռուսական անձնագրի մասին էր նաև խոսում, Սամվել Կարապետյանի մասին էր խոսում, մյուսը հավանաբար ձեզ նկատի ուներ, եթե ավելի շուտ վստահաբար ձեզ նկատի ուներ, որտեղ տեսեք ինչ է ասում պարոն Մուրազին, ասում է, քանի որ նա քաշային կատեգորիայով բարձր է, պետք չէ նրա հետ հանկարծ նման կերպ խոսել։ Պետք է ստրկաբար ենթարկվել, ասել այո։ Կեղծում եք, ես ասեցի ստրկաբար, այդպեսի չէ բառ լսեցիք դուք։ Ես գնահատական եմ տալիս ստրկաբար, լրել, ասում եք, մի րոպե, ես գնահատական եմ, ես ուղիղ չեմ ցիտում, ես չունեմ պատասխան։ Դուք մեր դասարանի դասվարը չեք, որ ասում եք լրեք, այստեղ եկել եք բանավեճի, հասկացա, դուք իմ անունից կեղծ հայտարարություն եք անում։ Ես ձեր անունից ես չեմ ցիտել ձեզ։ Պարոն Մուրազին ասում է պետքա ստրկաբար ծառայել։ Ես ասում եմ, պարոն Մուրազին ասում է պետք է լրել։ Պետք չէ այդ քաշային կատեգորիայի երկրի հետ բանավիճել, խնդիրներ բարձրաձայնել։ Դուք քիչ առաջ ասում եք, պետք է հաշվի առնեք ով է ձեր դիմաց կանգնած։ Ես էլ ասում եմ, ես դրանից առաջ ասում եի, որ խնդիրները մենք բարձրաձայնում ենք, ինչ խնդիր ունեք դուք դրա հետ։ Հետո հիմա ես հաշվի եմ առնում, որ իմ դիմաց նստած է քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ եւ կին է։ Ձեր կին լինելը ես հաշվի եմ առնում, բայց դա ինչ Թե չէ ինչ լավ։ Չէ, ինչի՞ չէ։ Հաշվի մի առնելով։ Սերերը, հաշվի մի առնել։ Ուզում ասեմ, հաշվի առնել չի նշանակում համաձայնվել։ Հաշվի առնել չի նշանակում չասել։ Հաշվի առնել նշանակում է հարաբերությունները պահել այնպիսի մակարդակի վրա, որպեսզի Հայաստանի Հանրապետություն դրանից չտուժի։ Հիմա դուք հարցի պատասխանեք։ Ձեր կարծիքով Ռուսաստանի իշխանությունները վստահում են Հայաստանի իշխանություններին։ Իհարկե, դուք չեք լսում Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։ Հիմա հաջորդ հարցը, եթե վստահում են, ինչու այն խոսակցությունը, որը հրապարակային եղավ, կուլիսների հետևում չեղավ։ Այսինքն դա վստահության մասին է խոսում։ Եթե վստահում են, ինչու են, եթե վստահում են, ինչու են ասում տնտեսական այն խնդիրների մասին, որոնք հետևելու են Հայաստանի որոշ գործողությունների։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության թշնամի չէ եւ պետք չէ այդ խոսքերը մենք ենք ասում, դուք հակառակն եք ասում, որ թշնամի չի, ո՞նց է հիբրիդային պատերազմ վարում, կասեք։ Մի րոպե։ Հիբրիդային հարձակումների համար հավանաբար նկատի ունեք Եվրամիության աջակցությունները երկարաժամկետ եւ կարճաժամկետ եւ այն որ Հայաստանի դեմ կա հիբրիդային հարձակումներ, սրանք տարբեր կողմերից տարբեր կողմերից։ Կներեք ես արտահայտությունը ասելով, բայց դուք ճշմարտությունը չեք ասում, այ եթե կին չլնեիք, ասելու եք ստում եք։ Ասելու եք ստում եք, ուրեմն ստում եք Տիկին Հակոբյան, դուք ստում եք, ինչու՞։ Որովհետև Կայա Կալասը Արարատ Միրզյանի կողքին կանգնած ասում է Հայաստանի արտաքին գործերի Հայաստանը դիմել է մեզ Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ օգնություն ստանալու եւ մենք Հայաստանին օգնելու ենք այնպես ինչպես օգնել ենք Մոլդովա մի րոպե թողեք ավարտել օգնելու ենք Հայաստանին այնպես ինչպես օգնել ենք Մոլդովային Ռուսաստանին ես չգիտեմ մի րոպե փաստաթղթում ինչ է գրած բայց այդ կինը Պաշտոնյան, ոչ միայն կինը, Արարատ Միրզյանի կողքը կանգնած է դա ասել։ Ու պարոն Միրզոյանը ներողություն չի ասել, Տիկին Կալաս, այո, մենք ձեզ դիմել ենք օգնության խնդրանքով, բայց այդ սպառնալիքները ոչ միայն Ռուսաստանից են, այլ նաև այլ պետություններից, այսինքն լրությամբ համաձայնվել է այդ տեքստի հետ, չարձագանքելով դրան։ Եթե այդպես չէր, եթե միայն Ռուսաստանի դեմ չէր, ապա Արարատ Միրզյանը լինելով դիվանագետ, եթե դիվանագետ է, պիտի արձագանքեր ինչու, որպեսզի չստացվեր, որ մեր խնդիրները օգտագործելով Եվրամիությունը Ռուսաստանի դեմ հայտարարություն անում, որտեղ եթե մենք այո ունենք սպառնալիքներ տարբեր կողմերից, Արարատ Միրզոյանը տեսել կներեք, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, այդպես չի պարոն Արյան։ Այսինքն ուրիշ ո՞նց պիտի ասվեր։ Եթե մարդը համաձայնվում է, չի առարկում, ուրեմն խոսքը Ռուսաստանի մասին է։ Ձեր ելույթը թույլ կտաք նախադասությունս ավարտեմ։ Եթե լավ նախադասություն լի, այո։ Փաստաթուղթը, որին դուք հղում եք անում, դուք Ռուսաստանի Դաշնություն բառակապակցությունը չեք տեսնի։ Հիբրիդային սպառնալիքները տարբեր կողմերից է եւ դրա դեմ պայքարը կարևոր է, ինչպես կարևոր է օրինակ ուղիղ հարցակումների դեմ պայքարելը, որովհետեւ սա ժամանակակից աշխարհում մարտահրավեր է դարձել։ Եվ պետք չէ այսահարվել աջակցությունից Հայաստանին տրամադրվող դրա դեմ պայքարելու համար։ Այլ բան է, որ ձեր խորհրդարանական գործընկերները, հա, որի ցուցակով դուք հաջորդիվ պատրաստում եք պատգամավոր լինել, եթե ընտրվեք, ասում էին, որ այդ աջակցությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է եւ հիբրիդային սպառնալիքներ ասելով նաեւ ուղիղ հասկանում են իրենց։ Դրա համար նաեւ իրենց։ Ես չեմ ուզում դիրքավոր, դուք եթե այդպես եք դիրքավորում շատ լավ, բայց փաստաթղթում չկա Ռուսաստանի Դաշնություն բառ։
Նախորդի ժամանակաշրջանը ցույց է տվել, որ տարբեր սպառնալիքներ, որոնք եկել են դեպի Հայաստան, ռուսական ծագումնաբանությունը նաև ունեցել, եւ մենք չենք խորշել, եւ նաև Ռուսաստանի Դաշնությունը մեր հանդիպումների ժամանակ այս մասին բարձրաձայնել են գործընկերներին եւ նրանք էլ պատրաստակամություն են հայտնել միասին պայքարելու Տիկին Հակոբյան, Ռուսաստանի անուն դեպ ավարտելուց ասեք ուրիշ պետության անուն, որտեղից հիբրիդային սպառնալիք է գալիս։ Հիբրիդային սպառնալիքների աշխարհագրությունը տարբեր է։ Պետության անունը ասեք, Ռուսաստանի անունը Ադրբեջանից կա, նաև Թուրքիայից, տարբեր կողմերից կա։ Թուրքիայից սպառնալիք ունի։ Ինչու՞ դուք երեք օրինակ վարչապետի մամուլի խոսնակի, եթե մեծ ասուլիսը քննարկումը լսել եք հենց հիբրիդային սպառնալիքների մասին, այնտեղ հստակ ասում էր, որ ուղղությունները տարբեր են։ Օրինակ մի հիբրիդային սպառնալիքի օրինակ էլ հենց Թուրքիայում մի լրատվամիջոցից եկող սպառնալիք է, որի լրագրողը որ իհարկե ռուսական գրանցում ուներ, բայց թերթը թուրքական էր։ Ադրբեջանից սպառնալիք է։ Այսինքն ես օրինակները չեմ ուզում։ Ոչ դուք իշխանական падգամավոր եք, չեք տիրապետում տեղեկատվությանը։ Տիրապետում եմ, ասում Ադրբեջանից ես չէ, բիրոպ բացի նրանց որ մենք բանավիճում ենք, Տիկին Հակոբյան, բացի նրանց մենք որ բանավիճում ենք, ես նաև Հայաստանի քաղաքացի եմ, ես պիտի իրավունք ունեմ իմանալ, թե Ադրբեջանից ինչ սպառնալիքներ են գալիս։ Կոնկրետ օրինակներ ասեք։ Տեսեք, դեռևս անգամ 2020 թվականին պատերազմի ժամանակ, երբ որ հիբրիդային այդ գրոհները շատ էին ու հենց ուղղությունը հենց նույն Ադրբեջանից էր, նույն տեղական լրատվամիջոցները մեծ սիրով եւ պատրաստակամության այդ կեղծ եւ հիբրիդային հարձակում որպես գնահատողական 20 թվականին վերցնում էին եւ արտատպում էին տեղական մամուլում դնում էին վերնագրեր, դնում էին վերնագրեր։ 26 թիվն է հիմա 26 թվականին Ադրբեջանից հիբրիդային սպառնալիք կա։ Ընտրությունների հետ կապված։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող ենք տեղեկանք ուզել, դուք էլ նայեք։ Դուք հիմա չեք տիրապետում տեղեկատվությանը։ Ես ուղիղ օրինակներ ինչի պետք է ձեռքից տակ ունենամ, ես ասեմ, տեսեք, այսինչ օրինակով նման բան ասեմ։ Ես եկել եմ ձեռքից տակ բազմաթիվ տվյալներ եմ բերել, որովհետև հարգում եմ ձեզ այդ բանավեճը մեր հեռուստադիտողներին, եւ այդ տվյալները պիտի Ադրբեջանից, ոչ, Ադրբեջանից ինչ հիբրիդային սպառնալիք կա։ Ես ձեզ եմ հարցնում։ Ընտրությունների հետ կապված ինչ սպառնալիք։ Ինչի՞ ձեզ օրինակ ռուսական այդ բաները չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է բոլոր ուղղությունները։ Դե բոլոր ուղղությունները։ Ես հիմա քանի որ Ռուսաստանի թեման քննարկվել է, դուք ասում եք տարբեր ուղղություն, ասում Ադրբեջանից ընտրությունների հետ կապված ինչ սպառնալիքներ կան, խնդրեմ։ Լսեք, ասում եմ, տարբեր ուղղություններից կան սպառնալիքներ, այդ թվում նման ուղղություններից։ Երեք խոսնակը վարչապետի դրա մասին խոսակցություն է ունեցել, ես նաև ուղիղ մեջբերում եմ։ Դուք ասում եք կա վստահություն։ Եթե կա վստահություն Հայաստանի եւ ռուսական ուղղությանը, նաև կարող է թերթի անունը լավ չհիշեմ, Wyoming Star ոնց որ այդպես էր կոչվում։ Այդ թերթերը վերջերս Հայաստանի Հանրապետությունում հայերեն տպագրությամբ տարածվում են, հա, տարբեր մեքենաների վրա են դնում, հյուսային պողոտայում մեծ խմբականակ, մի րոպե էլի կավարտեմ կհասկանաք։ Եւ երբ որ հետաքննական լրագրողները տեղա մեր Հայաստանի լրատվամիջոցների, չեմ հիշում, որ ոչ, կարծեմ ֆակտոր լրատվականի լրագրողներ խնդրում եմ։ Դե հիմա ֆինանսավորման աղբյուրը չասեն։ Որ անցնենք Սորոսականին, դաշնակցականների ցանկում լիքը կտեսնենք Սորոսական աջակցությամբ մարդկանց, խնդրում եմ, լավ կնե դրա մասն էլ մի տեղեկանք ունենայիք։ Ուրեմն, երբ որ լրագրողները հետաքննություն էին արել, պարզվել էր, որ Գեղարքունիքի մարզից մեկն է այդ խմբագիրը եւ նրա հետ կապ էին հաստատել, ասում էր, որ ինքը բարբերաբար գնում է Ռուսաստանի Դաշնություն, գալիս է, ինքը вообще տեղյակ չէր ընդհանրապես թե այդ ինչ այդ բովանդակություն որևէ բանից տեղյակ չէր, կարող եք փնտրել եւ գտնել այդ ռեպորտաժը եւ ուղղությունը էլի գնում էր դեպի Ռուսաստան։ Այսինքն այդ Ռուսաստանի Դաշնությունից նաեւ տարբեր ուղղություններից եկող այդ սպառնալիքների մասին մենք նաեւ մեր գործընկերների հետ խոսել ենք։ Էլ չեմ ասում նրանց ուղիղ թե Կրեմլի խոսափող համարվող տարբեր հաղորդավարների, տարբեր լրագրողների ուղիղ սպառնալիքները Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք ասում են, որ հատուկ ռազմական գործողություն պետք է իրականացվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ռուսաստանը պետք է տեսեք, դուք ձեզ հակասում եք, դուք խաբում եք Հայաստանի քաղաքացիներին, դուք նոր այստեղ նստած ասում եք Ռուսաստանի իշխանությունը վստահում է Հայաստանի իշխանությանը, այո, ապրեք, հա։ Հետո ասում եք Կրեմլի խոսնակները Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային ինչ-որ արշավներ են վարում։ Դե խնդիր կա, մենք բարձրաձայնել ենք, սա վստահություն չի, սա գիտեք, Տիկին Հակոբյան, սա շատ սիրելի Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանը մեր սիրելին չի, ասում որ վստահում եք Հայաստանի Հանրապետության։ Մեր սիրելին Հայաստանն է
իր ամբողջականության մեջ։ Բայց չեք նեղվում, որ հիբրիդային սպառնալիքների դեմ դուք խափում եք մեր ժողովրդին, դրանից ենք դեմ։ Եթե ուղղակի ասել խափում հիբրիդային ես ցեզի հարց պիտի տայի։ Իհարկե կա, հիբրիդային պատերազմ կա, հիմա կասեմ։ Հայաստանի իշխանություն, բայց խոսքս ավարտել եմ, որովհետև եթե միտեղ կա վստահություն, այնտեղ չի կարող լինել հիբրիդային արշավ, հիբրիդային հարձակում, կամ չի կարող լինել այսպիսի հայտարարություն, որը համապատասխանում է ճշմարտությանը, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են Հայաստանում իշխանափոխություն անել իրենց գործակալների միջոցով։ Բա որ վստահում է, ինչի է ուզում փոխելով, սադոմազոխիստ չեն, որ համ վստահում են Նիկոլ Փաշինյանին, համ ուզում են փոխել։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունը ունի իր շահերը։ Դա իր երկրի շահն է։ Որ վստահում է, ինչի հիման վրա է վստահում։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը սիրուն աչքեր ունի, չէ, լավ ժպիտ ունի։ Ինչին են վստահում։ Մի բան արեք, էլի, իջացրեք մեր խոսակցության մակարդակը։ Տիկին Ակոպյան, երբ որ չէ, ներողություն։ Դու երբ որ դուք ասում եք վստահում է, ես հասկանում եմ սա ու ցանկացած նորմալ մարդ, որ Ռուսաստանը իր շահերից ելնելով վստահելի է համարում Հայաստանի գործող իշխանությանը։ Երբ որ դուք հետո ասում եք, չէ, երբ որ դուք հետո ասում եք, որ ռուսամետ ուժերը գան Հայաստանում իշխանության, այդ շահերը կլայնանան։ Օրինակ, ժամանակին օրինակ, ինչպես ժամանակին օրինակ Հայաստանի Հանրապետությունը գույք պարտքի դիմաց, այտենց Հայաստանի կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտները մի գրչահարվածով, որոնք են այդ օբյեկտները, ներողություն, որոնք են այդ օբյեկտները։ Մարս գործարանը, Հրազդան ջեկի էներգաբլոկը, հետո վերահսկողություն Հայաստան-Իրան գազամուղի դա գույք պարտքի դիմաց հետ ի՞նչ կապ ունի։ Տարբեր։ Մի քանի բան եմ ասում դիմաց։ Ասեք գույք պարտքի դիմացի ծրագրերը, ինչ են տվել մենք Օրինակ երկուսը մեծ խոշոր ինչ ենք տվել մենք ռուսներին։ Հրազդան ջեկի էներգաբլոկը։ Դա առանձին գործարք չի եղել։ Դա դրա շրջանակներում է եղել։ Մարս գործարանը հայտնի, օրինակ։ Էլ չեմ ասում Ինչ է, այդ գործաներ վերսը տարել են այստեղից։ Էլ չեմ ասում Հայրուս Գազարտի այդ գործարքը, որով Հայրուս Գազարտի գործարքը կոնկրետ մեր դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանը կապ չունի։ Ռոբերտ Քոչարյանը եւ վերջի երբ որ դուք թիրախավորում եք գույք պարտքի դիմաց։ Հիմա էլ ասում են Ռուսաստանի Դաշնությունը, որ դες խելոք չպահե։ Տիկին Ակոպյան, երբ որ դուք թիրախավորում եք ձեռք չի տալիս չկարծականքում։ Ձեռք չի տալիս չեք արձակում։ Երբ որ դուք թիրախավորում եք գույք պարտքի դիմացը թող պայմանագրերը կնքել եք։ Չէ, այդ պայմանագրերը կնքել ինչ է, չէ, ինչ եք ուզում անել։ Ռուսաստանի Դաշնության խելոք մնացեք, թե չէ հանգած Ռուսաստանի Դաշնությունը կջղայնանա ու գազը հանգած։ Ուրվագանը գազը Մեր վրա այդ եմ ասում, կջղայնանա հանգած գազը։ Քաղաքացիական պայմանագրերը որ ջղայնացավ լավ չի լինելու։ Որովհետև ձեր բոլոր կոմպրոմատները կհանեն խայտարակ կլինենք։ Հիմա հարց եմ տալիս։ Այդ պարտքը պիտի վերադարձվեր, թե չէ։ Հայաստանի Հանրապետությունը մի րոպե Հայաստանի Հանրապետությունը ուներ պարտ, որը չէր ձևավորվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Այդ պարտքը պետք է վերադարձվեր, թե չէ։ Եվ մի րոպե, եւ երկրորդը գույք պարտքի դիմաց Մարս գործարանի բան ռուսերին տալուց խոսում է մի իշխանություն, ընդ որում մենք տվել ենք պարտքի դիմաց, խոսում է մի իշխանություն, որը Սյունիքից տարածք է տվել, որ Թրամփի ուղի լինի 99 տարով, որ հանկարծ Ալիև ձածան չջղայնանա, պատերազմ չսկսի, Նիկոլ Փաշինյան էլի բունկեր չիշնի, որտեղ վախենում է այդ մարդը Ալիևից։ Ասես չէ Տավուշի մարզի տարածքները հանձնելուց, որ չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի, իսկ եթե պատերազմ սկսի, մենք կպարտվենք։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ասեց, դուք ստում եք Տիկին Ակոպյան, դուք ստում եք Լայրի Հունանյանը եւ օկտեմբերի 28-ի որևէ անդամ Դաշնակցության անդամ չի եղել այդ պահին։ Այսինքն հիմա կներեք, պարոն Արյանն էլ Դաշնակցության անդամ է եղել, հիմա Դաշնակցության անդամ չի։ Ինչը որևէ չասեց վատ։ Եվս Դաշնակցական են եղել։ Պետք չի հիմա դուք թիրախավորեք պարոն Արյանի նախկին Տիկին Ակոպյան, սա կիսաբաց լուսամուտները չի թույլ տվել։ Հիմա պարոն Արյանն էլ է նախկին Դաշնակցական եղել, նա էլ է եղել։ Հիմա արդյոք Դաշնակցությունը պատասխանատվություն է կրում պարոն Արյանի
գործողությունները։ Կրում է Բնականաբար ոչ։ Այս բանավեճի համար պատասխանատվություն։ Բնականաբար Բա եթե ոչ, նայերի Անկախ Հունանյանի մարդու։ արած չարածի համար։ Բա գնացեք նայերի Հունանյանը ձեր իշխանության ներքո 8 տարի բանտում է։ Գնացեք բացահայտեք ճշմարտությունը, ոչ թե հոկտեմբերի 27-ի արյան վրա իշխանության գալու մարմաջ ունեցող Անդրանիկ Քոչարյանին տարեք ձեր խմբակցություն, ոչ թե հայտնի Վաղոյին, որը սահմանադրական կարգը տապալելով Երևանի մուտքերը փակել էր, զորքը մցրել էր քաղաք, նման լիազորություն չունենալով դարձրեք պաշտպանության նախարար, դարձրեք Ռուսաստանի դեսպան։ Մեր ցուցակում չի։ Ես ձեզ ասեմ, մենք իրենց Չէ, ես պետք է արձագանքեմ, չէ։ Լավ, արձագանքեք ցեզի հարց պիտի տամ, դուք սպասեք, ես Արտքը պիտի տար։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, այսինքն, որ անկապ ինչ-որ գործարաններ է տվել, որոնք ոչ Չի ասել է, դուք ստում եք, Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, ներողություն, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այն գործարանը, որը տրվել է ռուսներին, դա 80-ականների վերջին է կառուցվել, չի հասցվել գործարկվել, ընդ որում Ռոբերտ Քոչարյանը, թույլ տվեք ավարտել, թույլ տվեք։ Բայց ես խոսում եմ ինչի՞ մեջ որտեղ կեղծիք եք տարածում Ռոբերտ Քոչարյանը դիմել է առաջին հերթին գերմանական Siemens-ին, որպեսզի այդ ձեռնարկությունը գործարկեն։ Siemens-ից եկել է պատասխան, որ այն հաստոցներն հնարավոր, դրանք պիտանի չեն, դա ամբողջությամբ պիտի փոխվեն, Ասի նորը գառուցվեն էլի։ Իրենց տեխնոլոգիաների համապատասխան միջոցներ պիտի բերվեն, իսկ դա մեծ ծախսեր է առաջացնում, ընդ որում նույն այդ մոդերացիա արեք, որովհետև այստեղ մենախոսությունը նույն այդ գործարանը, որը պարոն նախագահ մի քանի տասնյակ միլիոն պարտքի դիմաց տվեց, գործարանի աշխատակազմը ցանկացել է, կարծեմ 4 թե 5 միլիոն դոլարով գնել, եւ այդպիսի գործարքը կասեցվել է, որպեսզի դա տեղի չունենա։ Այսինքն բանը, որը 4-5 միլիոն դոլարով ուզում էին թալանել, պետությունը վերահսկողությունը հաստատել եւ լինելով պատասխանատու պետություն, պարտքը վերջը պիտի տրվի, չէ՞։ Դա փոխանցվել է Ռուսաստանին։ Շատ նորմալ է այդ գործանը Հայաստանում է ֆիզիկապես, որը մեկը չի։ Դուք ուզում եք ասեք, որ քույքը բարգի դիմաց լավ բան է։ Իհարկե լավ ծրագիր է։ Այսինքն, եթե տեսակետ չեն, բայց ես այն գարձիկ ունեմ, որ բայցից հետո միշտ վատ բաներ են սկսում, եթե տեսակետ չեք վերջ, չէ, արտաբավորություն ունի, որ այդ Հայաստանի ներուժը դրվեց Ռուսաստանի։ Եթե տնտեսագետ չեք, խնդրեմ մի ասեք։ Խնդրում եմ թույլ տվեք արձագանքեմ, որտեղ դուք ընդհատեցիք ու էլի շարունակեցիք ձեր ելույթը։ Ուրեմն ճիշտ բառով հուշեց, ես մոռացել եմ, ասում եմ, որ անպետք է եղել մեջի եղած այդ գործարանը։ Ես այդպես չասեմ, Siemens-ի մեկնաբանությամբ իրենց տեխնոլոգիաների համար պետքական չի եղել։ Պետքական չի եղել, անպետք ինչ-որ բան տվել է Ռուսաստանի։ Գցել են էլի, ասել են ոչինչ, ես համարեք, որ ձեր պարտքը փակված է, բայց ինչ վերաբերում մենք պարտքենք, ես ում հիշեցնեմ, որ նույն Վիետնամը, օրինակ, 10 անգամ ավելի, ինչքան գիտեմ, եթե ոչ ավել, պարտք ուներ եւ նա չփակեց պարտքը Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանի Դաշնությունը չպահանջեց։ Մերոնք որոշեցին, ասին չէ։ Մենք պետք է փակենք այդ պարտքը եւ ինչ ունենք չունենք գրեցին, ստորագրեցին, տվեցին, հետո իր իշխանությունը հանձնեցին ուրեմն 2008 թվականի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանը շարունակեց այդ գործընթացը, այո, օրինակ նույն Գազպրոմի, հա, վերահսկողությունը, օրինակ վերջի 20%-ը Սերժը արդեն հանձնեց, ոչ թե ձեր սիրելի առաջի համարը։ Բայց Սերժի, Սերժ Սարգսյանը, անկախ իմ իր նկատմամբ քննադատություն Մերժել են Սերժին, ոնց որ տենց եկավ, ճիշտ եք ասում։ Սերժ Սարգսյանը, ընդունում եմ Հայաստանի հիմա արձագանքած։ Չէ, ես չեմ ավարտել, մի րոպե։ Ինչ վերաբերում է որ մենք կեղծիքների մասին եմ խոսում։ Ցեզի հարց պիտի։ Ուրեմն, ասում եմ որ մենք տվել ենք տարածք Թրամփին համար ճանապարհ սարքելու համար ճանապարհը ենթակ ամբողջ այդ տարածքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Երևի մեր հարգելի պարոն Մուրազին շփոթում է, օրինակ այդ մեղրի փոխանակման այդ ծրագրի հետ, երբ որ մեր սուվերեն տարածքը տալիս էին իրենց խոսքով մերը պահելու համար։
իրենք ասում են Ղարաբաղը մերն էր, մինչև հաղորդման սկսել էր այս մեր քարտեզը ծաղրվում էր եւ ասում էր որ սրա հետ են իրենք անհաշտ, որովհետեւ մենք սա ենք թողել, սա մեր, չեք ծաղրել, ուրիշ հոմանիշ ասեք։ Քննադատում էր, չեմ ավարտել։ Ինչ վերաբերում է կեղծիքին ձեր։ Ուրեմն ասում եմ որ Հայաստանի տարածքը տրվել է, որպեսզի Ադրբեջանը չջղայնանա եւ այլ տարածքը վարձակալվում է, տարածքը մնում է Հայաստանի Հանրապետությանը։ Դա միջանցք չէ։ Մարս գործանը տարել է Հայաստանը։ Հասկանում Մարս գործանը տարել է։ Ես չգիտեմ ինչ է կարել գնացեք Ռոբերտ Քոչարյանին։ Նոյեմբերի 9-րդ կետը միջանցք է։ Այդպես մեկնաբանում եք դուք ձեր սիրելի դաշնակցականները, ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանը։ Մենք նման մեկնաբանություն չի արել։ Մենք այդպես չենք մեկնաբանել։ Հիմա թույլ տվեք արձագանքեմ դուք հարցը կտակ Վիետնամի պարտքի մասին խոսվեց, Տիկին Հակոբյանը վստահ ոչ թե ստում է, այլ չի տիրապետում իրավիճակին։ Վիետնամի պարտքը ձևավորված դա խորհրդային միության պարտք, խորհրդային միությանը եղած պարտք էր եւ այդպիսի պարտքեր, որոնք պետությունները պարտք են եղել խորհրդային միությանը, Ռուսաստանը ժառանգել էր եւ բնական այդ պարտքը չենել տալու, իսկ այդ գույք պարտքի դիմացի պարտքը դա անկախ Հայաստանի ձևավորած պարտքն է եղել։ Ընդ որում նույն խորհրդային Միությունը խորհրդային Ռուսաստանը լիքը այլ բաներ տվել է Հայաստանին։ Հայաստանը որպես խորհրդային միության անդամ պետություն, Հայաստանը եւ Վրաստանը 2-3 անգամ ավելի գումար են ստացել, քան եղել է մեր արտադրողականությունը, քան այն ինչ որ մենք տվել ենք այդ ընդհանուր պետությանը, այնպես որ խորհրդային միությունը մեր համար էլ է շատ բան արել։ Ուժեր ասելով Վլադիմիր Պուտինը Ռասի Սամվել Կարապետյանից ու նկատի։ Չէ, մի րոպե, էլի թողեք շատ ուժեր ասել։ Երբ որ ձեր թրքամիտության ֆոնին մենք կարող ենք ռուսամետ դիտվել, բայց մենք հայամետ։ Ինչով ենք թրքամետ։ Ուզում ենք հարաբերություններ կարգավորենք, դրա համար թրքամետ ենք։ Թրքամետ եք, բան չի։ Հիմա ասենք։ Ուզում ենք հարաբերություն կարգավորել, սահման բացել։ Դրա համար ենք մենք էլ ենք ուզել Ստամբուլից եք եկել։ Այո։ Որ իմանայիք չէի գա, չէ՞ Բարոն Սիմոնյանը բացահայտ կերպով գնահատեց Թուրքիային օրերս։ Հաջորդ Ոայ, ասում Ստամբուլից եք եկել, ով կմտածե։ Հաջորդ դրվագը։ Այս մարդիկ իրանց ամբողջ վարքագիծը կեղծիք է, այդ մեղրի պատմությունը որ ասում են, մեռանդա շահարկելով, բայց անգամ եթե իրենց պատկերացրածը իբր դա ճիշտ էր, անգամ Վազգեն Սարգսյանի խոսքերը չմոռնաք։ Որ խոսքերը։ Միացյալ Վազգեն Սարգսյանը ինչի կարող է մի բան գրել էր, բայց տակը գրել էր ինչ է։ Մարդը չի հասկանում ինչ է գեղարվեստ է դի։ Կարող չի հասկացել։ Գեղարվեստ է Ձերպես բանաստեղծ եղել, գուցե տես մի բան գրել է ռոմանտիկ, բայց դրա մասին չի խոսքը։ Քարտեզի մասին ասեց, քարտեզի մասին ասեց։ Ես էս մեկնաբանիչների քարտեզի մասին ասեց Տիկին Հակոբյանը, որևէ մեկ Հայաստանի Հանրապետության քարտեզին ծաղրանքով չի վերաբերվում։ Քննադատել եք լավ քարտեզը, այս քարտեզը Մենք ասում ենք դուք այդ քարտեզը ձեր վրա մի կրեք, որովհետև այդ քարտեզի մի մասը դուք ոչնչացրել եք։ Ձեր վարքագիծը երբ Արցախը նկատի ունես։ երբ որ դուք խոսում եք մեղրի մասին, որը չի եղել։ Երբ որ դուք ումից երբ եք անկախացել։ Մենք Հայաստանի Հանրապետությունը այս սահմաններով ամոթանք եմ տալիս քաղաքացիական պայմանագրին, ամոթանք եմ տալիս քաղաքացիական պայմանագրին, որ ձեր նախարար Գևորգ Պապոյանը Արցախի ցեղասպանության օրը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ը մենք կարող ենք համարել Հայաստանի իրական անկախության օր։ Գիտեք ինչ, երբ որ քո ժողովրդի մի հատվածին կոտորում են, դու այդ սպանդը, այդ ցեղասպանությունը, էթնիկ զտումը համարում ես քո անկախության օր, գնաք դուք հայկականության հետ ինչ կապ ունեք։ Քարտեզը դուք կարող մի ամիս հետո էլ կամ ընտրություններից հետո էլ այս քարտեզը մի քիչ կտրած կպցնեք, մեր ինքնիշխանություն Աստված ոչ անի, որովհետև իրանք չպետք է ընտրվեն, որ Աստված ոչ անի։ Իրանք չպետք է ընտրվեն, որ Աստված ոչ անի։ Այն որ ես ձեզ ասում եմ, դուք Ալիևից, երբ որ ասում եմ դուք Ալիևից վախենում եք, ես ասում եմ հավակնություն, դա պատերազմի հավակնության մասին չէ, դրա Հավակնության մասին չէ, դրանից արևելք հայկական տարածքներ կային հայերով բնակեցված, որը դուք ոչնչացրեցիք, հիմա հայաբնակել չի, հիմա հայաբնակել չի, դուք իշխանության եք, ներողություն, ես արձագանքներս չավարտեցի, այս մարդիկ սարսափում են Իլհամ Ալիևից, ես զարմանում եմ, որ Ալիևից վախեցողները, ինչու չեն վախենում Ռուսաստանից, մարդ, որը ասում է, այ որ եթե մենք երբ որ ասում եմ մենք
իշխանության չգանք, անգամ սահմանադրական մեծամասնություն չունենանք։ Պատերազմի Սեպտեմբերին կլինի պատերազմ, ոչ պատերազմ, վտանգ չես, կլինի պատերազմ եւ աղետալի հետևանքներ մենք կկորցնենք մեր ինքնիշխանությունը։ Հիմա ասեք այ թալանչիներ, բան 8 միլիարդը ինչ է կարևոր ասում եք բանակի վրա ենք ծախսել։ Այդ ինչ բանակ եք վերակառուցել։ Այդ մի րոպե, այդ ինչ բանակ եք վերակառուցել։ Մայիս 28-ին Միայն զենքը գիտեք։ Ձեզ նաև Զենքը խորհուրդ գնալ Դուք տեսել եք, երբ որ զենքը տալիս են, մի քիչ խելապակասի ձեռը, դա պրոբլեմ առաջանում։ Զենքը կարող է լավը լինել, մեր զենքերը միջև այդ էին լավը, Նիկոլ Փաշինյանի ձեռքը տվել էին Իսկանդեր, որ ինքը ամենահարմար տեղը, որ օգտագործեց, դա հայկական Շուշին էր, այս մարդիկ աղետեն, ինչ զենք էլ ուզում ալի, իրենք որևէ բան չեն անել։ Բան որ զենք, մի րոպե, զենքը որ այդքան լավն է, որ դուք 8 միլիարդ ծախսել եք, որտեղ խափում եք, հա, այդ առումով են։ Բա ինչ եք վստահ որ սեպտեմբերին մենք պարտվելու ենք։ Բա բանակ եք փոխել, դիրքեր եք իբր սարքել, ուրեմն դուք էլ գիտեք, չէ՞ ինչ բանակ եք վերափոխել։ Այսինքն մենք ժամանակն է որ ժողովուրդը ազատվի ձեր պես ստախոսների իշխանությունից, ժամանակն է Նիկոլ Փաշինյանին ուղարկել կրկին նկուղ, բայց ոչ Պաշտպանության նախարարության բունկեր, այլ ազգային անվտանգության ծառայության նկուղ, օրինական ճանապարհով, որպես Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունների մասնակից, որ մենք առաջարկում ենք ժողովրդին առաջարկում ենք այդ որոշումը կայացնել։ Բարձր խոսելով չի էլի, գիտեք որ կանայք ավելի բարձր ձայն ունեն, տեսեք, այն որ այս մարդիկ իրենց ուժը չեն վախենում պետականության կորստից, սա ակնհայտ է, հիշենք դաշնակցականների 004 շրջաբերական։ Ստում եք, նման շրջաբերական այդ տեքստով չի եղել, կեղծ շրջաբերական եք դրել։ Եթե ձեզ թվում է դուք ճշմարտություններ եք ասում եւ ես համաձայն եմ ձեզ հետ։ Եկեր Հակոբյանը ուզում ասել, Տիկին Հակոբյան, դուք մեր դասվարը չեք, խնդրում եմ։ Ձեզ մենք ես բանավեճի տաղավարում հավասար իրավունքներ։ Թող խոսեմ, այդ եմ ասում, մենք հավասար իրավունքներ։ Ես լռում եմ եւ ձեզ էի լսում։ Ընկեր Հասմիկ, խնդրում եմ։ Ես չեմ լինի երբեք դաշնակցական։ Լսեք։ Ծերմիչ աշխատում այդի հայաթափմանը։ Այս մարդկանց աջակցությամբ դաշնակցականների Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ինքը դաշնակցականների հետ մի թիմի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի ցուցակում 16-րդն է։ Այսինքն 16 չէ, ճիշտ հիշեցի։ Այսինքն չէ, բայց չես կարող չկիսել։ Հիմա այդ մարդկանց դաշնակցությունը այնից որ ինքը ասում են չի արել, ես դաշնակցությանը այնպես որ շատ լավ, հիմա ասում եմ կորոշի մարդիկ։ Ձեր իշխանության բերած Արայք Հարությունյանը թռավ իշխանությունից, ինչ աներ դաշնակցությունը, կասել։ Իշխանությունը փոխեցին, տոնեցին նոր իշխանությունը։ Ստում եք։ Ուրեմն Շահրամանյանի գալուստը տոնեցին, Սերժ Սարգսյանով, Ռոբերտ Քոչարյանով, իրենց պատգամավորներով, Ռոբերտ Քոչարյանից մի բան հուշեք, որ մի րոպե, Ռոբերտ Քոչարյանից մի բան հուշեք, որ ինքը տոնելա ու ողջունելա։ Ռոբերտ Քոչարյանից չի ողջունել։ Ես ես կուղարկեմ։ Ռոբերտ Քոչարյանը փաստն է արձանագրել, որ Արցախում տեղի է ունեցել իշխանապահ։ Ռոբերտ Քոչարյանը որևէ հրապարակում է հիշում եմ տեղանքանքը։ Ռոբերտ Քոչարյանը փաստն է արձանագրել։ Գարիկ չկար արձագանքելու, բոլորս գիտենք, որ ինչ որ բան չեմ ավարտել։ Տոնում էին Ղարաբաղում իշխանապողությունը եւ հույս էին հայտնել բոլորը նաեւ բոլորը խորհրդարանում ասենք մեկը մեկի հետևից ելույթներ են ունենում, ճեպազրույցներ էին տալիս ու հույս էին հայտնում, որ Հայաստանում եւս շուտով նույնն է լինելու։ Անցավ դրանից մի քանի օր մեկ էլ հանկարծ իրենց Շահրամանյանը դուրս իմացանք, որ գնացել է եւ Եվլախում ստորագրել է Ղարաբաղի ուրեմն այդ հայտնի տխրահարճակ փաստաթուղթը։ Սա է։ Տիկին Հակոբյան, միջև տեսեք ինչ է։ Ես տեսեք, նախ որևէ մեկը դաշնակցությունից չի տոնել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը տեղի ունեցող գործընթաց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ձեզ անկեղծությամբ ասեմ, շատ լրջագույն տիրապետում էր տեղեկատվության, ինչ ծանր վիճակում է Արցախը, այնպես որ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ այնտեղ տոնելու բան չկա, բայց եկեք հասկանանք։ Չէ, մի րոպե, երբ որ Տիկին Հակոբյանը ընկեր Հասմիկը ասեց, որ Եվլախում ստորագրվել է այդ լուծարման փաստաթուղթը, որի համար ես քննադատում եմ Շահրամանյանին, եւ այնպես չի, որ Շահրամանյանը շատ լավ բան է արել, բայց եկեք իրավիճակը պատկերացնենք։ Եվլախ գնալուց առաջ
Հիշում եք, երբ Արցախի հայերի դեմ էթնիկ զտում էր սկսել Ադրբեջանը, ահաբեկչական գործողություններ սկսել, հիշում եք ինչ հայտարարություն տարածեց Հայաստանի պաշտպանության նախարարություն կոչվածը, հիշում եք, ասեց Հայաստանի սահմաններին իրավիճակը խաղաղ է։ Դա մի րոպե, դա ուզեցին ասել մենք չենք մասնակցում, բայց դրանից առաջ այն Ստամբուլում որտեղից գալիս էիք, եղել էր հանդիպում տարածաշրջանի պետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների եւ այդ հանդիպումից հետո նաեւ եւ դրանից առաջ Հայաստանում ստացվել է երաշխիք, որ Հայաստանի բանակը չի մասնակցի Արցախի հայերի պաշտպանության գործին եւ այդ պաշտպանության նախարարության հայտարարությունը դրա մասին էր, որ պայմանավորվածությունը պահվում է, այն ինչ որ Ստամբուլում պայմանավորվել է, մենք պահում ենք։ Հայկական բանակը հայերին չի պաշտպանի Ադրբեջանի ահաբեկչական գործողություններից։ Նկատում եք, որ ձեզ չեմ ընդհատում։ Լավ եք անում, ճիշտ եք անում, խելացի բաներ եմ խոսում, սովորեք։ Հիմա տեսեք, այս ֆոնին Սամվել Շահրամանյանը արդեն քննադատելով իրեն գնացել է եւ լախում այդ փաստաթուղթը ստորագրել է, բայց սրանից հետո է գնացել, ոչ թե եղել է այնպեսի լավ իրավիճակ, գնացել ստորագրել է։ Եկեք հաջորդ դրվագ գնանք, երբ որ ասում են դաշնակցությունը իշխանություն փոխեց։ Հիմա այստեղ դիցուկ եկեք Հայաստանի օրինակով պատկերացնենք։ Պատկերացրեք, մի օր արթնանում ենք, Նիկոլ Փաշինյանը այս անգամ փախել է ոչ թե պաշտպանության նախարարության բունկեր, այլ Հայաստանից փախել է, իշխանությունը թողել փախել է։ Եվ Հայաստանը ծանր վիճակում է։ Արդյոք պիտի իշխանություն վերցվի այդ բանին թե չէ։ Պատասխանատվություն վերցնող պիտի լինի թե չէ։ Բնականաբար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը աղետալի իրավիճակի է բերել ու թռել է իշխանությունից։ Հետո ինչ որ մեկը պատասխանատվության զգացումից դժվար թե դրի բարոն Վարդապետ կարող է տարբեր վիճակներ լինել։ Նոյեմբերի 9-ին Արայք Հարությունյանի մասին էլ մենք չէինք շատերը չէին պատկերացնում որ կթռնի։ Եվ 9 օր հետո պատերազմ կլի։ Հիմա այս Արայք Հարությունյանի նման իշխանությունը թողել թռել է ոչ թե ՊՆ-ի բունկեր, այլ իշխանությունից է թռել։ Հիմա ծանր վիճակ է։ Պարզ չի որ ինչ որ մեկը պատասխանատվություն վերցնելու է։ Դա արդյոք նշանակում է որ պատասխանատվություն վերցնողը պատասխանատու է ամբողջ կատարվածի համար։ Այդպեսի բան ստացվում է։ Մինչև այդ ինչու մոռանում ենք այդ ամբողջ ֆեյզը, որ գապ չկար Երևանի եւ Ստեփանագերտի։ Շատ վատ էր որ չկար։ Բա Արայք Հարությունյանին 2020-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձնում էր Արցախի նախագահ։ Ուզում եք ես գնամ դուք շարունակեք խոսել։ Դարձնում էր Արցախի նախագահ։ Լավ, վերջին։ Երբ դարձնում էր Արցախի նախագահ, չէր հասկանում որ մարդը չի լինի։ Իրեք ինչ է ասում պարոն Նուրազին։ Քննադատում է Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներքաշվել պատերազմի մեջ, զորք չի մցրել Ղարաբաղ եւ չի վտանգել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Այն ինչը որ ինչը նաեւ քննադատում էին այսօրվա ընդդիմադիր падգամավորները, այդ թվում իրենց սիրելի Հայաստան դաշինքի падգամավորները մեզ ստիպում էին եւ քննադատում էին, ասում էին մտեք պատերազմի մեջ, ժամանակն է որ դուք գնաք մտնեք պատերազմի մեջ։ Հիմա ասում են բանը չեն գնացել եւ թողել են որ Ղարաբաղը հայաթափվի։ Ղարաբաղի հայաթափումը սկսել է ձեր սիրելի Շահրամանյանի իշխանությունը վերցնելուց ձեր աջակցությամբ Շահրամանյանը ձեզ սիրելի Տիկին Հակոբյան հետո նաև ես գիտեմ որ քաղաքացիական պայմանագրում խրախուսվում է գուպի հիշողությունը բայց բոլոր իրադարձություններից առաջ ինչ որ այլ իրադարձություններ են տեղի ունեցել ես ձեզ վստահեցնում եմ իրոք ես ձեզ վստահեցնում հետ են գնում ես ձեզ սիրելի չեն ցավալի իրադարձություն ես ձեզ վստահեցնում եմ եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի մաս եւ երաշխիք չտար որ հայկական բանակը բա որ ճանաչում էր տարածքային ամբողջականությունը ինչու 2010 շատ լավ էր անում Ռոբերտ Քոչարյանը ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում իրան պատռում էր որ Արցախը Հայաստան է եւ վերջ չէր հասկանում միջազգային իրողությունը բայց խոսքս ավարտեմ երբ որ ինքը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս անգամ պատերազմից հետո նոյեմբերի 9-ի թղթով Ադրբեջանը չէր ստացել ամբողջ Արցախը։ Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղը հետ բերելու պլաններ։ Ինչի՞ չէ։ Դու գիտեք ինչ մարդու եք նման Տիկին Հակոբյան։ Դուք չելի քպել։ Դուք ոնց որ մի րոպե։ Հիմա ինչ թողեք ասեմ, դուք ոնց որ գաք, ինչ որ մեկի տունը հրդեհեք հրդեհը սկսվի գա ասեք
դուք վերանորոգելու եք տունը, բայց մի րոպե դուք տունը հրդեհել եք, մի րոպե հանգցնենք։ Հրդեհել եք, լսեք։ Ռոբերտ Քոչարյանը, Երբ որ ինքը Նիկոլ Փաշինյանը Պրահայում դա ճանաչեց, Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակը մսխելով։ Անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը կար։ Ես սարքել եք տարածքային Ինքը երբ որ Ալիևի հետ միասին իրավունքը։ տորպեդահարեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ գնաց Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դա բերեց նրան, որ միջանցքը փակվեց, որը գործում էր մինչեւ այդ միջանցքը փակվելուց հետո 9 ամիս Արցախահայերը հայտնվեցին անելանելի վիճակում։ Հետո Նիկոլ Փաշինյանը երաշխիք տվեց, որ հայկական բանակը չի միջամտելու։ Դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը խնդրեց Ալիևին, որ կլինի պատերազմը Երևանի ավականու ընտրություններից 2 օր հետո սկսեք։ Եվ Երևանի ավականու ընտրություններում խայտարակ պարտվելուց հետո պատերազմը սկսվեց, որտեղ իրանք մտածում են, որ եթե պատերազմը ավելի շուտ լինի, ավելի շուտ լինի, դա կբերի հեղափոխական գործընթացի։ Ալիևին խնդրել էր, ասել ընկեր ջան, մի խանգարի, ես այստեղ իշխանություն պահեմ։ Անդրանիկ Թևանյանն է քաղաքապետ։ Մի հատ հարց տամ ցեզի։ Դուք Երևանի քաղաքապետի պաշտոնը վերցրել եք, սրիկայաբար ձեզ հայոյող, ԿՊ-ին հայոյող, ԿՊ-ականների ու բոլորիս ընտանիքները մտնող դոգի այդ շան ավականների շնորհիվ դուք ԿՊ-ով չեք իշխանություն վերցրել։ Դուք եք վերցրել։ Մի հատ հարց տամ։ Անդրանիկ Թևանյանն է վերցրել։ Գիտեք, ցեր քաղաքական ուժին վերաբերյալ լուրջ հարցադրում կա ժողովրդի կողմէ, որ դուք կողմ եք Հայաստանը գուբերնիա ցարկելու, այս բառն նոր սորված են եւ դարձնելու գծոր Ռուսաստանի առաջարկում են վատ բառեր մի սովորեք, մենք կողմ չենք դրան։ Հայաստանի ղեկավարը ինձ հարց են տվել։ Ինձ հարց են տվել, ընկեր Հասմիկ նկատել։ Իրոք, անգերց Ռուսաստանի այս դերակատարութենը յետք Որ դերակատարություն են յետք։ Արցախի հանդեպ Ռուսաստանի բաց ներսակցությունը։ Ինչ ա արել Արցախը։ Բոլորը գիտեն։ Այսինքն մի րոպե, դուք ձեր տնից հրաժարվում եք, ձեր տան իրավունքից հրաժարվում եք, հետո հարևանն ասում Ռուսաստանը եղբայր դերակատար չէ հարավային Կովկասի։ Իհարկե դերակատար է։ Իհարկե դերակատար է։ Գտողնիկը գնա Արցախը։ Թողնեց գնաց։ Երբ որ դուք եւ հիմա ուզում է վերադառնալ, գա այդպեսի վտանգ։ Ես չեմ կարծում, Ռուսաստանը դեռ չի գնացել, որ վերադառնա, Ռուսաստանը այստեղ ռազմաբազաներ ունի, չեք նկատել։ Դե բա, բայց անկորձունյա։ Գյումրիում ով ասել։ Պետք է գնային Ստամբուլը Արյանցով սարքեն, որ ասեք գործունյա է։ Անգերձորեն այդ մեղադրանքին։ Հիմա արդեն Ռուսաստանը կպաշտպանեք, Վարոն Մուրազի, անգերձորեն։ Դա կեղծ մեղադրանք է։ Սուտ է։ Այսինքն դուք արեմդամետ եք։ Եթե Նիկոլ Փաշինյանը KGB-ի գործակալ է ու ռուսների պատվերով է գնացել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որ հետո ռուսները հիմնավորում ունենան մեզ չօգնելու, ես դա կասեմ, օքեյ, Ռուսաստանը մեղավոր է, ուրեմն ճիշտ է, որտեվ իրենց գործակալ Նիկոլ Փաշինյանը, KGB-ի գործակալ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պատվերով գնացել Պրահայում, հատուկ եվրոպական մայրաքաղաքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, որպեսզի հետո այս պնդումը կենթարկվի նաև քննության, որ պարոն Մուրազին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը KGB-ի գործակալ է, թե որ շատ վտանգավոր հայտարարություն դուք արևելը հայերեն գիտեք։ Իհարկե Հասմիկին ընկեր Հասմիկին չեմ ասում, ինքը հաստատ գիտի։ Ես դաշնակցական չեմ, խնդրում եմ ինձ։ Կարող եք նաև Հասմիկ ուղղակի կամ Տիկին Հակոբյան։ Ես էլ կասեմ Բորիս կամ Սրբազանը վերջին հարցազրույցը մեր դաղավարում նված է։ Ձայնագրություններն էլ են այստեղ, բայց դեպտվեք։ Տեսեք, ես ասում եմ, դուք չլսեցիք իմ խոսքը։ Ես ասացի Ռուսաստանի մեղավորությունը կարող էր լինել այս դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ KGB-ի գործակալ, մի րոպե, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ KGB-ի գործակալ եւ որպես KGB-ի գործակալ հրահանգ ստացած լիներ Ռուսաստանից, որ գնա Պրահայում արևմտյան մի մայրաքաղաքում Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, որպեսզի երբ որ Արցախը Ադրբեջանը խլի, մենք հիմնավորում ունենանք չմասնակցելու, ասենք դու ես ճանաչել Ադրբեջանի մաս որպես Հայաստանի իշխանություն, հա։ Եթե դուք հաստատում եք, որ Նիկոլ Փաշինյանը KGB-ի գործակալ է, ես կընդունեմ, որ Ռուսաստանը մեղավոր է եւ ինքն է հովանի կանգնել
գործակալ էլ Արցախի հանձնարարությունը։ Ընդունում եք որ KGB-ի գործակալ է։ Անշուշտ ոչ։ Ես վստահ չեմ։ Հիմա քանի որ ես վստահ չեմ, Եթե հետ եք վերցնում ձեր խոսքերը, ասեք որ դուք շփոթվել եք։ Այնտեղ ես ու շատիր չէի գարանք հետո նայենք։ Ես բառացի հիշում եմ։ Խնդրում եմ ազգային անվտանգության ծառայությանը անպայման ստուգել Նիկոլ Փաշինյանը KGB-ի գործակալ է թե չէ։ Ես կասկածներ ունեմ, անկեղծ։ Կասկածներ ունեմ այդ իմաստով եւ կարծում եմ որ այստեղ կասկածները կարող են նաեւ հիմքեր ունենալ։ Հիմա Ռուսաստանին դուք մեղադրում եք ինչու՞մ։ Այո, չեմ մեղադրում, հայ ժողովուրդը շատ լավ գիտի։ Հայ ժողովուրդը Մեկեք ենթարկվում է նաեւ մանիպուլյացիա։ Թեման է Ռուսաստանի մասին։ Հա, բայց Հայաստանից եկեք խոսանք։ Հիմա դուք անդադ պաշտպանում եք, մի պաշտպանեք Ռուսաստանը։ Դուք թեման տեղյակ պահել եք, Տիկին։ Թեման առանցքում Հայաստանն է, ոչ թե Ռուսաստանը։ Առանցքում Հայաստանն է։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, որպես իշխանության падգամավոր դուք նաեւ գաղտնի տեղեկությունների տիրապետելու հնարավորություն ունեք։ Մենք ունեցել ենք մի իրավիճակ տարածաշրջանում Հայաստանը ունեցել է անվտանգային ճարտարապետություն եւ այդ ճարտարապետության մաս է եղել նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերը եւ նաեւ ՀԱՊԿ-ի անդամ լինելը։ Հիմա դուք այդ ճարտարապետությունը ո՞նց եք տեսնում։ Ռուսաստանը շարունակում է մեր անվտանգության ապահովման գործում ունենալ այդ դերակատարումը թե ոչ։ Շատ լավ։ Եթե չունի այդ դերակատարումը, ապա ում եք փոխարինել Ռուսաստանին, թե բաց եք թողել այդ հատվածը։ Ես նկատեմ, որ Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ մի հատված կա, որ Հայաստանը իր ռեսուրսներով չի կարող լրացնել, այդտեղ պիտի դաշնակցային լրացում լինի։ Խնդրեմ։ Շատ լավ։ Մեր անվտանգության երաշխավորը, խնդրեմ միջև վերջ լսեք։ Ադրբեջանն է։ Անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Մեր սուվերենությունն է։ Ալե Սիմոնյան ասեց Ադրբեջանը։ Ասացի որ թողեք խոսեմ, չէ։ Ես ձեր ամեն բառը կարող եմ ընդհատել, որտեղ որևէ ձեր ասացի հետ համակարծիք չեմ։ Խնդրեմ, դե դուք սխալ բան եք ասում, հակասում եք ձեր ղեկավարին։ Ախր ես ուզում եմ դուք աղմուկ լսի եւ զզվի եւ անջատի էս եթերը։ Ոչ, երբեք։ Լսում ենք ձեզ, ուշադիր։ Մեր լեգիտիմությունն է մեր անվտանգության երաշխիքը։ Եթե մենք լեգիտիմության շրջանակում ենք գործում, իսկ մենք գործում ենք լեգիտիմության շրջանակում, որևէ սպառնալիք չի կարող լինել։ Դրա առհավատչանել վերջին 2 տարում լուր զենքերն են, եւ որը մեծագույն հույս է նաեւ հետագայի համար։ Եվ առանց զոհի, առանց վիրավորի մեր անվտանգությունը, մեր պաշտպանությունը, մեր բանակը։ Ինչ վերաբերում է մեր ճարտարապետությանը, այդ ճարտարապետությունը մի րոպեում ուղղակի փլվեց սեպտեմբերյան հարձակման ժամանակ, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա եղավ հարձակում Ադրբեջանի կողմից, մենք որպես այդ բոլոր կետերով, ենթակետերով, որոնք նաև խորհուրդ էին տալիս Հայաստան Դաշինքի պատգամավորները, բոլոր կետերով դիմեցինք ՀԱՊԿ-ին եւ ասացինք հարգելի կառույց, հարգելի երկրներ, եկեք եւ ձեր պայմանագրային պարտականությունները կատարեք։ Դա ցանկություն չէ, դա ուղիղ պարտականություն է, բայց եղավ պատասխան, որ չկա այդ Հայաստանի Հանրապետության տարածքը, չգիտեն որն է, չգտան տարածքը, ասին դելիմիտացված չէ, երբ որ աշխարհը Միացյալ Նահանգներից մինչև Եվրամիության երկրներ, տարբեր երկրներ հայտարարություններ էին անում Ադրբեջանին կոչ անելով դուրս գալ Հայաստանի տարածքից, կոչ անելով դադարեցնել Հայաստանի վրա հարձակումը, Ռուսաստանի Դաշնությունը, այդ թվում ՀԱՊԿ-ն մեծապես ասաց որ դելիմիտացված չէ, մենք չգիտենք դա Հայաստանն է թե չէ, մի րոպե։ Այսինքն փոքր ենթարց, այսինքն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն ապահովում այն մասը, որ մեր անվտանգության ճարտարապետության մեջ իրենք ունեին։ Այո, մենք դա փոխարինել ենք մեր լեգիտիմությամբ, ասում եմ։ Մենք հզորացնում ենք բանակը, բանակի վրա։ Մենք, եթե դու ունես լեգիտիմություն, քո բոլոր պլանները, քո բոլոր գործողությունները լեգիտիմ են, չի կարող դրա դեմ սպառնալիք լինել, բայց սա չի չեղարկում մեր բանակի հզորացումը։ Եմենը չէ, ներողություն, Սաուդյան Արաբիան, ծոցի երկրները ունեն իրենց լեգիտիմությունը թե ոչ, որ հիմա հրթիռարվում են Իրանի կողմից։ Ես ինքնիշխանություն ձեզ պաշտոնյա եմ եւ չեմ կարող գնահատողական մեկնաբանություններ տալ այլ երկրների մասին։ Ամենևին ձեր անձի վրա չվերցեք, ես անկեղծ եմ ասում, ձեզ շատ հարգանքով եմ վերաբերում, բայց անվտանգության վերաբերյալ այն ինչ որ դուք ասեցիք,
անկեղծ եմ ասում, շատ ես ամաչեցի, որտեղ նման պատկերացումներով մեր անվտանգության մասին կարող էր խոսել քաղաքացիական պայմանագրի աջակից Ախուրյանցի անուն, ասեմ ինչի, որովհետև չեմ թիրախավորում, ես ասի, չէ, մարդը աջակցել է, ինչ եք հիմա։ բայց մի րոպե վատ բան ասեցի, ես Ախուրյանցի անուն։ Ինչ եք Ախուրյանցի անունին ասում։ 670,000 քաղաքացիներին անուն հիմա ասեք, որոնք աջակցել են քաղաքացիական պայմանագրին։ Ես ասում անվտանգ Անուն որտեղ հայտնի կերպարա բոլորին չգիտեմ հիմա 600 կարծեմ 68,000 Ես 680,000 քաղաքացիներին այդ թվում Ախուրյանցի անունին ազգանունով Դուք նմանը կեն կարգին հաղորդման սկեչին դեր ասում դե ասա Հիրոսիմա Նագասակիում բոլոր մահացածների անուն ազգանունները Դուք եք անուն ասում դուք եք հայտնի պերսոնաժը թույլ տվեք ավարտեմ Ես չեմ ավարտել պերսոնաժը չէ ես ավարտեմ ախր ինչ ավարտել ախր ամոթը ազգային ժողովի падգամավորը ասում է անվտանգության ճարտարապետության մեջ Ռուսաստանի եւ հապկից եկող բացը լրացնում է մեր լեգիտիմությունը ասենք այդպիսի բան անկեղծ եմ ասում անվտանգության ճարտարապետության մասին այդպիսի պատկերացում կարող էր ունենալ Ախուրյանցի անուն ճիշտ եմ ասում դուք լսեցիք ես ասացի որ դա մեծապես մեր անվտանգության երաշխիքն է մեր լեգիտիմությունը բայց սա չի չեղարկում այն փաստը որ մենք հզորացնում ենք նաև մեր պաշտպանողական կարողությունները դրա մասին նաև հնարավորություն ունեն մի մասը նաև տեսնելու առաջիկայում այդ զենքերի ցուցադրության ժամանակ կարող են նաև քաղաքացիները եւ շատերը գնացել եւ տեսել են մեր առաջնագծերը եւ տեսել են նաև իրենց հարկերը որտեղ են ուղղվում բացի դա Մենք նաև օրինակ նախորդ տարի բազմաթիվ երկրների հետ, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, այդ թվում դեպ Չինաստանի հետ, մենք ռազմավարական գործընկերության թուղթ ենք ստորագրել Միացյալ Նահանգների հետ այդ թվում եւ այդ համագործակցության դա ուղղակի հայտարարություն է նկատի Այդ հայտարարության նախորդ տարվա սկզբի մասին եմ խոսում այդ հայտարարության մեր այդ պլանի միասին համատեղ օրակարգերի մեջ նաև հենց նույն նման համագործակցություն է ինչի բերումով Տիկին Հակոբյան ձեր այդ համագործակցությունները օրերս երբ որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հայաստանում էր նաև ստորագրվեց հայտնի փաստաթուղթը որով մենք նաև կարողանալու ենք օրինակ դրոններ ձեռք բերել Միացյալ Նահանգներից այդ նման տեսակի այդ ամեն ինչը գիտեք ինչ է երազանք է դուք վստահ եք ոնց որ մենք բոլորս ոնց որ մենք բոլորս հայկական ոնց որ բոլորս հայկական կերուխումի մասնակցել ենք չէ որ մենք օրինակ ներողություն մենք ենք գնում եւ ոչ միայն էլ ՆԱՏՕ անդամ Ֆրանսիայից մենք զենք գնել ենք Սերան Օհանյանը խոսեց դրա մասին փաստերով ես Սերան Օհանյանի խոսքի ինձ համար այդքան է աշխարհի ստախոսության չեմպիոն Նիկոլ Փաշինյանի թիմակիցը Սերան Օհանյանն չի Հիմա թույլ տվեք ավարտա ուղղակի բան հակադարձել էր անիմաստ Ռոբերտ Քոչյանը երբեք սուտ չի խոսել բայց հիմա եկեք խոսենք բաներով հա Տիկին Հակոբյանի պատկերացումները անվտանգության ապահովման մասին կամ այն թղթերին հղում հայտարարություններին հղում տալը որ Միացյալ Նահանգներից ստորագրվել է այդ հայտարարությունները գիտեք ինչի է նման դուք վստահ եմ հայկական կերուխումի մասնակցել եք այն որ մի քիչ քեֆները լավանում ասում են էս էլ խմենք մեր աղբոր կենացը մեր լավ աղբոր կենացը հա բայց դրա տակ եթե որ խմածություն անցնում է որևէ բան չկա ես կվարեմ մի օր ձեր մասին ստենդափ հիմա այն փաստաթղթերը որ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ Այդ որակի փաստաթղթեր որևէ պետության հետ չի ստորագրվել։ Մենք Ռուսաստանի հետ ունենք համատեղ հոբ։ Հիմա դուք Միացյալ Նահանգների հետ ստեղծում եք համատեղ հոբ։ Ոչ։ Մենք ունենք ընդհանուր զորախումբ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ստեղծում եք ընդհանուր զորախումբ։ Ոչ։ Հիմա գործում են այդ թուղթերը։ Կա այդ թուղթերը կան, այո, զորախումբն էլ կա, հրամանատարն էլ կա։ Մենք Հայաստանում ունենք ռուսական ռազմաբազա։ Այդ ռազմաբազան որ հանեք ու բաց առաջանա անվտանգային դրա տեղը լեգիտիմություն չեք կարող դնել կոնկրետ ուժային գործոն պիտի դնեք ես դրա համար տիկին Անահիտին ամենևին չթիրախավորելով մեր սիրելի Ախուրյան բնակավայրից ես ասացի անվտանգության մասին այդ պատկերացումները այդ հարգարժան կինը կարող է ունենալ որը իր գործերով իր ամենայն հարգանքով իր հացն է վաստակում եւ պարտավոր չէ տիրապետել այն խնդիրներին, որ պիտի տիրապետի ազգային ժողովի падգամավորը։ Այ հիմա այս սրա համար էլ մենք այս վիճակի ենք հասել, որովհետև մեր
երկրի իշխանության ղեկին են հայտնվել մարդիկ, ովքեր չեն տիրապետում տարածաշրջանին, ովքեր չեն տիրապետում առաջացած խնդիրներին, ովքեր չեն առաջին համարը իր ովքեր չեն նկատում, որ լեգիտիմություն ունեցող Իրանը Ադրբեջանի հետ, երբ որ ստանձնել է Հայաստանի ղեկավարությունը Ռոբերտ Քոչյանը, այդ բալանսը շատ փոքր է եղել տարբերությունը։ Եվ երբ որ իշխանությունը արդեն հանձնել է Սերժ Սարգսյանին, հսկայական է եղել եւ դրա փոխարեն ավելացել է Ռոբերտ Քոչյանի եւ իր ընտանիքի ապօրինի գույքը։ Հիմա տեսնում եք թե ինչ հսկայական գումարների պահանջ կա, դատարանի վճիռ կա, Տիկին Հակոբյան, դատարանի վճիռ կա, դատարանի ուրեմն հարգեք մարդու անմեղության կանխավարկածը, կեղծ տեղեկություններ մի տարածեք, որովհետեւ քանի նոր դարձած ворթին էլ բաներ վունդերկինդներ եւ կարող է Արադ Միրզոյանն էլ փոշեկուլեր վարկով գնում են էլ չէր կարողանում սպասարկել։ Էն տեսակ 6-7 տարի նախարար լինելուց հետո հանդը գնեց բնակարան չի, դղյակները տասնյակներով անշարժ դա բնակարան չի, դա մի քանի $100,000 արժեցող տուն է, ովքեր որ դղյակներ են կառուցել, որոնք գողացել է ժամանակին։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանը զարգացնում էր իր պաշտպանողական Ռոբերտ Քոչյանը դղյակներ չունի, Ռոբերտ Քոչյանի ժամանակ Հայաստանի Հանրապետության սահմանները անվտանգ են եղել։ Դոլարային միլիոնատեր չի Ռոբերտ Քոչյանի Տիկին Հակոբյան, որովհետև ի տարբերություն եղել է միջև նախագահի ի տարբերություն չէ թողում պատասխանում է։ Այո, ոչ է դրա պատասխանը։ Այո, լուրջ է ասում։ Հələ մի հատ էլ բան դոլարային միլիոնատեր։ Չէ, լսեք, ես չգիտեմ ինչ միլիոններ ունի թե չէ, ես չգիտեմ։ Հիմա ես ձեզ եմ ասում։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը իր հացը վաստակում էր կլաուզաներ գրելով եւ Միշիկից փող ստանալով, Ռոբերտ Քոչյանը ինժեներ մասնագիտությամբ, Ռոբերտ Քոչյանը միջազգային կարևորագույն կազմակերպություններից մեկում դառնալը ոչինչ չուներ Ռոբերտ Քոչյանը, եթե հիշեցնենք։ Միջև նախագահ լինելը Արցախում Ռոբերտ Քոչյանը ամենամեծ ձեռնարկություններից մեկի ղեկավարն էր, այսինքն եթե այդ ձեռնարկության ղեկավարը ոչինչ չի ունեցել, բայց ով է ունեցել, իսկ եթե օրինական կարգով այդ միլիարդներն ունեն։ Չէ, մի րոպե, հիմա դատարանի մի րոպե, պարոն, դատարանի որոշում կա, Տիկին Հակոբյան, ձեր կողմից բռնաբարված դատական համակարգի դատարանի որոշում կա, թե չէ։ Այն շրջանում, որում Ռոբերտ Քոչյանը իր անձնական բյուջեներ հարստացնում եւ դղյակներ էր ձեռք բերում, որոնք հիմա պահանջում է Հայաստանի Հանրապետությունը որպես ապօրինի։ Ես ավարտեմ, ես շատ լավ։ Բանը շքեղ առանձնատներ։ Ուրեմն Ռոբերտ Քոչյանը առանձնատներ չունի, ստում եք։ Ադրբեջանի սպառազինությունը, մի րոպե, սպառազինություն էր գնում։ Այն սպառազինությունը երևի որը ձեր ուժը Հայաստան դաշինքը 21 թվականին նախընտրական իր հոլովակում զետեղել էր այն զենքերով հարվածները, որոնք սպանում էր Հայաստանի Հանրապետության զինվորներին եւ քաղաքացիներին։ Ես այդ տեսանյութը դատապարտում եմ, դուք ստում եք։ Դա պատիվ ունեմի, մի րոպե, դա պատիվ ունեմի նախընտրական հոլովակն է եղել, Հայաստան դաշինքը նման հոլովակ չունեցել, դուք ստում եք։ Ինչ հոլովակ։ Որտեղ բայրակթարներով հարվածում էին բաներին, մեր զինվորներին։ Դա պատիվ ունեմի նախընտրական հոլովակն է եղել, Հայաստան դաշինքը, եթե չեմ ներողություն եմ խնդրում պատիվ ունեմից եթե սխալվեմ, Հայաստան դաշինքը նման հոլովակ չի ունեցել։ Երկրորդը, երբ որ դուք խոսում եք այդ զենքերից, Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին տեխնոլոգիական զարգացումը, մի րոպե, տեխնոլոգիական զարգացումը չէր հասել այդ ԱԹՍ-ների այդ մակարդակներին եւ բայրակթարները 15-16 թվականներից հետո են սկսվել փորձարկվել, գործարկվել ընդհանրապես ԱԹՍ-ների ուրիշ զենքեր Հայաստանը ունեցել է, դրա համար Ադրբեջանը իր բեղերը Հայաստանի սահմաններից այն կողմ ու Արցախի սահմաններից այս կողմ չէր անցկացնում։ Հայաստանի ղեկավարի մասին Ալիևը այդ բեղավոր կատուն չէր խոսում հարփած ծաղրացու, որ մենք էլ վատը զգանք, որովհետև որքան էլ չենք ընդունում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, այդ հայտարարությունը ասվել է։ Հիմա դուք դրա համար հպարտությամբ չեմ կիսում, ես կիսում եմ ինչու, որովհետև այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շատ ջերմ, ուրախ Ալիևների ընտանիքների տնես նկարներ ունի, որ քեֆդ կբերի որ նայես էլի։ Եվ դա այս ֆոնին տեսեք, այս ֆոնին դուք նաև ստեցիք մի բան, դուք նաև ստեցիք մի բան, Տիկին Հակոբյան, Հայաստանի ըստ ձեր ոչ թե գնաք եւ զոհվեք
սահմանին։ Ըստ ձեր շեֆի լսեք, եթե պետք է հանուն հայրենիքի, նաև պետք է զոհվել սահմանին։ Բայց ինչի զոհվել։ Ու ես ինքս մասնակցել եմ 44 օրյա պատերազմ, ճիշտ է, մի րոպե։ Ուղիղ ասեմ, մարտական գործողությունների չեմ հասցրել մասնակցել, որովհետև մեր հայրենակիցները կյանք են տվել, ես իրավունք չունեմ գովազդելի փլը։ Այդ բանը ես գնացել եմ Արցախ եւ եթե հասներ նրան որ պիտի ես էլ մասնակցեի, ես մասնակցել եմ։ Զինվորագրվել եմ։ Եթե կարելի է բանակցություններով չգնալ պատերազմի, որևէ մեկը զոհվելու մարմաց չունի, խելագարչի որ ուզենա զոհվել։ Բայց երբ որ գալիս են, երբ որ գալիս են, վարչապետը հանդիպում է Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարին, ասում եք ժպիտով նկարում։ Դուք ասում եք հարփած ծաղրած ու այդ տեքստը կրկնում եք, ես ասում ոնց որ դրանից Նիկոլ Փաշինյանն էլ վատ չի զգում, բայց մենք վատ ենք զգացել։ Բայց հիմա լսեք, դուք նաև կեղծեցիք, ես էլ ասում եմ, երբ որ գնացել է հետո թե Հայաստանի անվտանգության երաշխավորը ով է, Ալեն Սիմոնյանը ասել է Հայաստանի Հանրապետության ամենամեծ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է եւ Ադրբեջանինն էլ Հայաստանն է։ Այդ չէ մանիպուլացնում, շատ լավ։ Թողեք խոսենք, բայց այ որ չասեի մանիպուլացնելու։ Չէ, մանիպուլացնելու։ Ամուրազի դա շատ ակնհայտ է։ Եթե մենք իրարից ունենք սպառնալիք, եթե մենք իրարից ունենք սպառնալիքը չի կարող անվտանգության երաշխավորը։ Մի րոպե, եթե մենք իրարից ունենք ձեզ խնդրում եմ։ Ձեզ խնդրում եմ։ Անվտանգության երաշխիքը ո՞րն է։ Օրինակ ՀԱՊԿ-ն, որ պետք է ռուս զինվորը գա եւ պաշտպանի Հայաստանի Հանրապետության տարածքը, դա է միայն անվտանգությունը ձեր պատկերացումը։ Անվտանգության երաշխավորը առաջին հերթին լինելու է իշխանություն, որը սպասարկելու է Հայաստանի շահերը եւ դա չի լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող իշխանություն Նիկոլ Փաշինյանի տեսքով, անվտանգություն, այո, բանակը պիտի սպասարկի եւ նաեւ որովհետեւ Հայաստանը այնպիսի ռեսուրսներ չունի, որ լիարժեք իր անվտանգությունը ապահովի, այդ անվտանգության բացը պիտի լրացվի բարեկամ հարևան պետությունների հետ դաշնակցային հարաբերություններ ունենալով։ Այդ պետությունները ես չեմ սահմանափակում, ես կամ այս բանը ունենք Ռուսաստանի հետ։ Ունենք այդ պետությունների հետ։ Դուք վարի եք տվել այդ հարաբերությունները։ Վարի եք տվել։ Բա միջև այդ պետությունները։ Դուք մեզ մեղադրում եք, ասում եք ամենառուսամետ ուժը դուք եք եղել միջև պատերազմը։ Լսեք, 90-ական թվականներին, երբ Թուրքիան փորձել էր Հայաստանի սահմաններին ուժ կուտակել եւ պլանավորում էր հարձակում Հայաստանի վրա, երկու անգամ էլ այդ թվում նաև Միացյալ Նահանգները, բայց նաև Ռուսաստանի Դաշնությունը Ելցինի գլխավորությամբ պահել են Հայաստանի անվտանգությունը, սաստել են Թուրքիան, այսինքն մենք տեսնում ենք իրավիճակներ, որ այո պետությունը աշխատում է։ Դուք անընդհատ, մի րոպե, դուք անընդհատ խոսում եք 22 թվականին, բայց էլի դուք չեք ուզում իրականությունը բացահայտեք, դուք ուզում եք մեր հանրությանը մոլորեցնեք, կեղծեք այդ հակառուսական թույնով, որովհետև երբ որ խոսում եք 22-ի ջերմուկի դեպքերի մասին, դուք չեք ասում, որ սիրելի հայրենակիցներ 22-ի սեպտեմբերին Ռուսաստանը արդեն մի քանի ամիս պատերազմի մեջ էր Ուկրաինայի հետ։ Եվ օրինակ, եթե Ռուսաստանը միջև ջերմուկի դեպքերը դիմեր, Հայաստանը զորք ուղարկելու էր Ուկրաինայում պատերազմի, որպես դաշնակից։ Հիմա Ռուսաստանը, մի րոպե, Ռուսաստանը իր հայամետ պատվերով չի, մենք գիտեք, հայը մի արդարացրեք, չի կատարել պայմանագիր, մի պատճառ եք մանգ, ասում եք, մենք չենք հասկանում, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, դրա համար չեք արել, ես ասում եմ, Հայաստան դաշինքից հայամետ ուժ չկա, չնայած հայամետ ձևակերպումն էլ անհասկանալի է, որտեղ եթե հայաստանցի ես ու հայ ես, բա հայամետ ես ավտոմատ, բա էլ ինչ ես։ Բնականաբար։ Ուրիշ բան։ Տեսեք, դուք այստեղ էլի խոսում եք, նախագահն ուժեր կան շատ։ Դուք խոսում եք խաղաղությունից էլ խոսես, չէ՞։ Այո, թույլ տան, որ Ինքեր Հասմիկը խաղաղությունից էլ խոսես, չէ՞։ Ես սա էլ ասեմ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացը, որը Ադրբեջան դեռ պահանջներ ունի ու չի ստորագրում, այս անգամ իր պայմաններով թելադրված տեքստը չի ստորագրում, գիտեք, երբ որ ԿՊ-ն խաղաղությանը նմանեցնում, գիտեք, ինչ եմ ես խաղաղություն անվանում, ինչ եմ նմանեցնում, ոնց որ Տիկին Հակոբյանին որևէ մեկը կամ որևէ կնոջ, որևէ մեկը ամուսնության առաջարկ անի, բայց դանակը կոկորտին դրած։ Ու հետո այդ կինը ստիպված համաձայնվի, ասենք, «Օ, դուք ինչ երջանիկ զույգ եք, շնորհավորում ենք ձեզ, դուք ընտրեցիք ձեր ոչ, դանակը կոկորտին է ամուսնության առաջարկ արել։ Զենքը մեր կոկորտին դրած են խաղաղություն իբր ստորագրում, են էլ չեն էլ ստորագրում, ասում են հենց մի հատ Միացյալ Նահանգների թերը եւ տրիպը։ Միացյալ տրիպը զրոյացնում եք դուք։ Չէ,
Իհարկե, գալու են վերաբանակցին, գալու են չեղարկեն։ հələ բախտերս բերես, թրիփը չկար։ Ինչի, որովհետև Իրանը մի երկու հարվածել Հայաստանին կտար։ Ոնց որ Պարսից ծոցի երկրներին։ Հիմա Տիկին Հակոբյանը հայտարարում են, ասում են, Իրանը դեսպանատուն կա, Ամերիկայի, Իրան, չեք տեսնում։ Լավ, ժողովրդյան։ Մենք երբեք չենք ասել, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը Մի իջեցնեք այդ մասին։ Մենք ենք, հա, ասիկան կառավարության թողարաչի շենքը գնդակահարել։ Մենք երբեք այդպիսի բան չենք ասել։ Ես շուտով կարող Բայց փաստ է, որ Հայաստանը դառնալ ենք իշխանություն։ Հակոբյան, իբադիվ այս իշխանություններին ասեմ, որ Հայաստանի երկինքով ոչ ԱՏՍ դրավ, իդապետություն Ադրբեջանը բախտերս բերեց որ թրիպը կառուցված չէ, դա թրիպը կառուցված ուրիշ բան գներ։ Այսին Հեզբոլլայի դեսանտներ կտեսնենք։ Դեր պատերազմը չի ավարտվել։ Որովհետև դա չկա։ Հույս ունենք ավարտվի։ Սպառնալիք է, չէ։ Դեր պատերազմը չի ավարտվել։ Ասեմ ցեզ որ Իրանը Ռոբերտ Քոչյանը ասեց թրիպը այս տեսքով Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է։ Ռոբերտ Քոչյանը իր ասուլիսում, եթե ուշադիր չեք եղել, նաև ասաց, որ իրանք ավելի երկար բան են, անպայման, դա նաև պարտականություն է։ Այդ երկար բանը նախատեսված էր Նախիջևանի տարածքով գնալու։ Չէ, նայեք, ասում է թրիպը պետք ավելի երկար։ Այո, դժգոհ չէ պարոն Քոչարյանը։ Պարոն նախագահ, Չավար, դուք ինչ գիտեք, ես ինչ եմ ասում։ Մի Դասիկ երկար բան միանգամից ավելի խնդրում եմ։ Ասաց Քոչարյանը, որ մենք պետք է դա չէ, պետք է երկարը առաջարկենք, քանի որ Թրամփը սիրում է մեծ բաներ, ուղիղ ցիտում է։ Մեծ ծրագրեր, այո։ մեծ բաներ չէ, մեծ ծրագրեր։ Մեծ բաներ է ասել։ Ուղիղ ցիտում եմ ասում, նկատի ունենալով ենթակառուցվածքը, ապա Թրամփը կհամաձայնի Ալիևը բնականաբար չի համաձայնի եւ թրիփի չեղարկողը կլինի ադրբեջանական կողմը, ոչ թե Հայաստանի։ Այսինքն սա սխեմա է, որպեսզի թրիփը չլինի։ Մեծ մարդիկ են առաջարկում, բայց ինչ վերաբերում է խաղաղությանը։ Դրան արձագանք պետք է լինի։ Նախագահ Քոչյանը ասել է թրիփը այս տեսքով մեր շահերից։ Դուք էլ լավ եք մեկ բան Քոչարյանի խոսքը։ Նախագահ Քոչյանը ասել թրիփը այս տեսքով մեր շահերից չի բխում, բայց քանի որ արդեն ստորագրված է, Միացյալ Նահանգները այն պետությունը չէ, ում հետ մենք կարող ենք դեմարշի լեզվով խոսել, մենք կարող ենք առաջարկել, բանակցել, որ թրիփը շարունակվի Նախիջևանի տարածքով, միանա երասխի ճանապարհին, որպեսզի այն մեր համար եւս օգտակար լինի, որովհետեւ եթե ադրբեջանական կողմը կլինի չեղարկողը, այդ դեպքում ոչ թե մենք։ Ես ես կուղարկեմ, էլի։ Չէ, ուրիշ ձև ասել։ Եվ ասել է այդ պարագայում, եթե Ադրբեջանը չի համաձայնվում միանալ երասխին, այդ նշանակում է չեղարկողը գործընթացի Ադրբեջանն է եւ Հայաստանը վնասներ դրանից չի կրելու։ Մենք ասենք այո, Միացյալ Նահանգներին շնորհակալություն, մենք ձեր ծրագրերին կողմ ենք, մենք չենք հակաամերիկյան դիրքորոշում չունենք, բայց որպես այս թրիպը մեր շահերից էլ բխի, պետք է երասխին կպնի։ Ու հիմա դա, երբ որ շատ երկաթուղի են կառուցում դեպի Նախիջևան, իրենք նպատակ ունեն շրջանցել Հայաստանը, իրենք նպատակ ունեն օգտվել։ Դե թող հեռանա մենք հեռացեք։ Միան ժողովուրդը գարա հեռացնի։ Ժողովուրդը կորոշի։ Ույս թվում է 6% ձեզ կտա ու կփոշիացնեք այդ ձայները։ Ոնց որ դուք եք Միշիկի թիմից, դե չեղավ, տիկին ասում։ Այսպես չեղավ։ Ձեր այդ ներքին ընտանեկան զվրտոցը մեծ մցրեք, էլի ձեր եւ Սերժ։ Չեմ բացառում, որ Միշիկի հետ կապ ունենա, տիկին Հակոբյանը աշխատել է Միշիկի հերոստանգերությունում կիսաբաց լուսամուտներում։ Ինչ վերաբերում է, աշխատել եմ, ես աշխատել եմ ATV-ում, ես մշտապես ես չգիտեմ ում նա եղել, որովհետեւ ես գնացել եմ հարցազրույցի եւ հարցազրույցով ընտրվել եմ եւ աշխատել եմ։ Ես Միշիկին չեմ պաշտպանում, Միշիկը ձեր սիրելի գործիչն է։ Ինչ վերաբերում է խաղաղությանը եւ դարակոկորտին, մենք 21 թվականին մեր քաղաքացիներին ասել ենք մենք գանք իշխանության եւ դեօկուպացնելու ենք Հադրութը, Շուշին, ստել եք դուք մեր քաղաքացիներին։ Դուք ասել եք Արցախի ինքնորոշման իրավունքն է։ Այդ կիսաբաց լուսամուտներում այսպես էին։ Մի բան թող վերջացնենք։ Ասված սրով եկողը սրով պիտի։ Ուրեմն մենք ասել ենք որ մեծագույն
ուրեմն նպատակը խաղաղություն ունենալն է, այսինքն մենք առաջ ենք քաշել խաղաղություն ունենալու գաղափարը, երկար ժամանակ բանակցել ենք եւ նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Սա ինչ վերաբերում է կոկորտին դնելը, ստում եք այդ երկար ժամանակի ընթացքում Արցախն է հայաթափել իրանցից իբր սահմանազատում եք արել, Գորիսկապան ճանապարհն եք հանձնել, ջերմուկի տարածքներ եք կորցրել, շահերը պաշտպանելը եւ արդարացնել, խնդրում եմ Ադրբեջանին եւս մի արդարացրեք։ Ադրբեջանը ձեր անվտանգության ղեկավարն է։ Ղարաբաղը հայաթափվել է, Դուք մասնակցել եք, այո, գլխավոր ահաբեկիչը այդ բեղավորն է, գլխավոր ահաբեկիչը Բեղավոր Ալիևն է, իր տեղակալը Նիկոլ Փաշինյանը Արցախի հայաթափման հարցում։ Մերիբան Ալիևայից հետո ընդ որում։ Ձեր խոսքը ավարտեցիք։ Եթե եզրափակիչ խոսքի այո, համեցեք։ Ձեր վերջին պարոն Մուրազից սկսենք։ Համեցեք, նաև ես այստեղ ստորագետ մգուզեմ տնել, ես հաջող կնկատեմ Պարոն Քոչարյանի խոսույթի մեջ միշտ իրանյան, այսպես Իրանի հանդեպ որոշ թրագան վերաբերմունք ունի, այսօր Իրանը լուրջ դեղաշարժի մեջ է եւ ես չեմ բացառել, որ վաղը մղումը լա ռուսական կողմից, որ Իրանը շատ չպաշտպանենք, որովհետեւ Իրանի մեջ շատ մեծ դե դա ենթադրություններ է։ Երևելի բաներ։ Չէ, եթեով որ խոսում եք, Իրանը բողվում է ռուսական արբանյակից։ Եթե այդպես ասենք։ Պարոն Արյան, եթե մեր հարևանի հորքուրը կենսաբանորեն այլ սերով ծնված լիներ կլներ մեր հարևանի քերին, բայց դա այդպես չի։ Հիմա տեսեք, ենթադրությունն է ծեր այս քննարկման ամբողջ, այո, ավարտում, այս քննարկման ամբողջ իմաստը քաղաքացիական պայմանագրի կողմից ոչ թե արդյունքների մասին խոսալ էր, այլ արդարացումներ։ Արդարացումներ, թե ինչու ռուսների հետ հարաբերություններն այսպիսին են, արդարացումներ, թե ինչու մենք կորցրեցինք Արցախը, արդարացումներ, թե ինչու հայաթափվեց Արցախը, արդարացումներ, թե ինչու օկուպացվեցին Հայաստանի տարածքներ, արդարացումներ, թե ինչու իրենց 2021 թվականի տված խոստումները չարեցին, խաբեցին ժողովրդին։ Ու ես ասեմ, խոսքը միայն Արցախի մասին չի Քավլիցի, Հայաստանի տարածքում էլ ծրագրեր են եղել, որ այս մարդիկ խաբել են ուղղակի։ Արդարացում Չնայած դրա մասին խոսք չեղավ, բայց մենք ԿՊԱ-ականներից լսում ենք, ԿՊԱ-ականները արդարանում են, թե ինչու 2021 թվականին խոստացան կառուցել 15 ջրամբար, բայց կառուցեցին, ընդ որում այդ որը ավարտվեց կառուցումը սկսվել էր Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, իսկ իրենց կառավարության ժամանակ սկսված ծրագիրը, Կապսի ջրամբարի ծրագիրը տապալեցին, իսկ մնացած 13-ը ընդհանրապես իզուտ հոզը չկա, այսինքն այս խոսակցություն եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի հետ բոլոր բանավեճերը խոսակցությունները նման են արդարացումների, որովհետեւ իրենք արդյունքների մասին չեն կարող խոսել, արդյունքներ չունեն եւ բնական է, որ ժողովուրդը պիտի գնա ու ընտրի այս իշխանություններին հեռացնելու ճանապարհը, ընտրի ընդդիմադիր ուժերին, ես առաջարկում եմ ընտրել Հայաստան Դաշինքին, որը կոնկրետ ծրագրերով եւ կոնկրետ արդյունքներով կապացուցի, որ կա հնարավորություն այս իրավիճակից դուրս գալու առանց պատերազմական իրավիճակներ հրահարելու, որ կա հնարավորություն չհրաժարվելու Արցախի հայերի վերադարձի իրավունքից, որ կա հնարավորություն ապավել դեպի Սան Ֆրանցիսկո, որտեղ պիտի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ Արցախի հայերի վերադարձի իրավունք։ Մնացածը արդեն ենթատեքստեր են պիտի խոսենք, որ Հայաստանը ունի հնարավորություն ապահովելու իր անվտանգությունը ԿՊ-ի նման չսարսափելով Ալիևից, որովհետև Ալիևը Նիկոլ Փաշինյանի երազների պատկերացրած ուժեղ տղան չի, Ալիևը եթե փորձի անգամ Հայաստանի նկատմամբ ոտնձգություն իրագործել, ինքը շատ արագ իշխանությունը կորցնելու է, ինչի ամենավառ ապացույցներից մեկը հենց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած միջադեպներ հուլիսյան Տավուշի դեպքերը, երբ հայկական բանակը բարելավեց մի դիրքով իր դիրքը, այստեղ այդ հոլոլա բոլոլա սարքեցին այս իշխանությունները, սարքեցին, որ 70 քանատ մարտական խաչ տվեցին, բայց դա մի կողմ։ Դրանից հետո Բաքվի փողոցներ լցվեցին 100 հազարավոր ադրբեջանցիներ եւ գրավեցին խորհրդարանի շենքը։ Ալիևը լավ գիտի, որ միայն Նիկոլ Փաշինյանի օրոք ինքը Հայաստանի նկատմամբ կարող է սկսել պատերազմ եւ այդ պատերազմը երաշխավորված է հաղթանակով։ Նիկոլ Փաշինյանից դուրս որևէ նորմալ ղեկավարի դեպքում Ալիևը բացառում են, որ պատերազմ սկսի, այնպես որ մի վախեցեք պատերազմից, մի վախեցեք քաղաքացիական պայմանագրից, այս մարդիկ հիշում եք ժամանակին մեզանից ժողովրդից որպես այդպեսին վախենում էին, գնում էին բունկերներ, այս անգամ էլ բունկերներ չեն գնա, Տիկին Հակոբյանը իհարկե ես չեմ տեսնում մեղավորների շարքում այդպես որոշում կայացնողների
top 10-յակում չի, այնպես որ որոշում կայացնողների top 10-յակը թող պատրաստվի օրինական չէ, փրկվել, բոլորն փրկվելու են։ Օրինական ճանապարհով կանգնել դատարանի առաջ Նիկոլ Փաշինյանի պարագայում ես գրեթե երաշխավորում եմ, որ ինքը եթե չփախնի Հայաստանից, լինելու է ազգային անվտանգության ոչ։ Այո, թեկուզ եւ նոր Նյուրնբերգ, բայց ինքը մենք մահապատիժ չունենք։ Անկամ Նայիրի Հունանյանը Նիկոլ Փաշինյանի կողքը կարծում կողքի բան խցիկում կնստի, որևէ բան չկա, իրավունքները կպաշտպանվեն, որևէ մեկին չեն գաղտնալսի ապօրինի, որևէ մեկի սեռական կյանքը, ոնց որ իրենք Հովիկ Աղազարյանին էին անում, չենք հրապարակի, որովհետև մարդու սեռական կյանքը իր անձնական ինտիմ գաղտնիքն է, որևէ մեկին իր սեռական այս կամ այն պատմությամբ չենք ստիպի մնալ իշխանության մեջ կամ անել այս կամ այն գործողությունը, այնպես որ կարծում Հայաստանին լավ ապագա է սպասում Նիկոլ Փաշինյանն հեռացնելուց հետո։ Համեցեք Տիգրան այդքան խոսքը այդ բադիվը ցես։ Այդքան մի ծանրաբեռնեք ձեզ, դուք անգամ խորհրդարան անցնելու շեմը հաղթարելու խնդիր ունեք այսօր։ Ես ձեզ չէի ընդհատում։ Մի ընդհատեք էլի վերջի խոսքն է։ Անկամ անցողիկ շեմը հաղթարելու խնդիր ունի այսօր Հայաստան դաշինքը, որովհետև իր միակ օրակարգը, որով 5 տարի աշխատավարձ է ստացել խորհրդարանում, մեծ հեռացնելն է եղել, իսկ դուք այսօր մասնակցում եք շուտով արդեն նախընտրական հերթական ընտրությունների քարոզարշավին եւ այդ ցուցակում, չգիտեմ որերորդ համարն եք։ Նոր գիտեիք համարը, բայց չհիշեցի դրա համար 10 քանի 16։ Ու ձեզնից առաջ եմ։ Ահա։ Հիմա ինչ վերաբերում է արձանագրած արդյունքներից, դրանք շատ են, պարոն Մուրազի։ Օրինակ, ձեր դաշնակցական գործընկերների իշխանության օրոք կերել էին ենթակառուցվածքներ, չէին կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ եւ տարբեր այլ ենթակառուցվածքներ, իսկ այսօր Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ է կառուցվում, ասեմ ավելին, հաջորդ շրջանի համար մենք արդեն հավաքագրում ենք այն դպրոցների ցուցակը եւս 300, որոնք հաջորդիվ պետք է կառուցենք եւ հանձնել եք դուք, երբ որ ասում կերել եք եւ ձեր նախարարի ապօրինի գույքը վկա, թե ոնց է կերել մարդկանց վճարած հարկերը։ Այս մարդիկ օրինակ այն մարդիկ էին, որոնք ամիսներով թոշակառուին այդ 4-5 հազար դրամ թոշակն էլ չէին տալիս, բայց իրենց ապօրինի գույքը շատանում են, համար որ ախր այս ուժն է խոսում, մի նոր ուժի կանչեք, որոնք գոնե որ խոսեն չկարողանան հակադարձել, էլի։ Այսօր թոշակառուն ստանում է մինիմալ սպառողական զամբյուղից ավելի մինիմալ կենսաթոշակ։ Մինիմալ կենսաթոշակ։ Էլ չեմ ասում մնացած հնարավորությունները, առողջության ապահովագրությունը։ Այսօր մարդիկ ժամանակին, ես չգիտեմ դուք ինչ ֆինանսական դրության մեջ եք, բայց օրինակ իմ տատիկը, հա, օրինակ ասում էր ինչ որ տեղից ցավում, ասում ենք բժիշկի չէ գնա խորհուրդ ենք տալիս։ Իր առաջի արձագանքն էր, որ դե լավ, մի բան է պարզվելու, ոնց որ ինքը չուզենար իր ընտանիքին դնել ծանր կացության վրա մեջ որ իր վրա գումար ծախսեն։ Այսօր բոլոր տատիկ պապիկները անվճար վիրահատվում են, դեղեր են ստանում ու դրա ապացույցն էլ հերթերն են հիվանդանոցներում, որովհետև տարիներով մարդիկ չեն կարողացել իրենց առողջությանը վերջին 8 տարին ձեր իշխանության օրոք, վերջին 8 տարին ձեր իշխանության օրոք հատկացնել դրա համար։ Ինչ վերաբերում է խաղաղությանը։ Դուք ասում եք, որ այո, զոհվել հայրենիքի համար իհարկե դա անձնազոհություն է, հանուն մեծ արժեքի եւ մեր շատ տղաներ չեն վախեցել պատերազմից, որ ասում եք պետք չի վախենալ պատերազմից, այո, պատերազմից չեն վախեցել եւ արիաբար պաշտպանել են իրենց պետությունը։ Ես ձեզ չէի ընդհատում, պարոն Մուրազի, այո, խնդրում եմ, դողաբարդի։ Այո, չեն վախեցել մեր զինվորները պատերազմից։ Մենք ասում ենք դուք գիտեք ինչ եք նկարագրում, որ միշտ պետք է այն իրավիճակում լինենք, որ մեր վրա հարձակվել ցանկացող այլ երկրները լինեն միշտ մեր սահմանին շատ մոտ եւ ինչ որ մի երաշխավոր զանգի եւ ասի հետ քաշվեք կամ զորքով պաշտպանի։ Դուք այդ իրավիճակն եք նկարագրում։ Մենք ասում ենք, երկիրը պետք է այնպես կառավարել, որ ուրիշ երկրների ցանկացած ուղղությամբ, հա, զինվոր չլինի մեր սահմանին մոտ եւ չցանկանա գրոհել մեր երկիրը։ Դա է մեր պատկերացած խաղաղությունը, դա է լեգիտիմությունը եւ մենք այդպես ենք անում եւ ուրախությամբ նաեւ նշում եմ, որ 2 տարի է Հայաստանի սահմաններին մոտ զորք չի կուտակվում եւ կրակոցներ չկան եւ ոչ ոք չի զոհվում։ Լավ, դա է խաղաղությունը։ Այս նոտայով կավարտենք, հարգելիներս, մեր ագընտիրներուն հիշեցնեմ Փանավեճ Սակոարյանի հետ այսօր բազմա փոխանցակ
իսկապես թեմայի ծանրությունը շատ հաճախ նոր դեղեցություններով դարմացուցին ինձ հատկապես նաև ցեզ մեր երկու հարգելի հյուրերը Բորիս Մուրազին համար 16 եւ Տիգին Համար 18 Շնորհակալություն։ Տիգին Հակոբյանի Երավ հետևեցեք մեր թողարկումներուն, տարածեցեք մեր տեսանյութերը, նաև այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։ Խնդրեմ ձեր խառնում, այո։